մասնակիցներ, ժողովրդավարական ուժերի հերթական համաժողովը հայտարարում եմ բացված։ Շնորհակալություն, որ արձագանքել եք մեր հրավերին եւ մասնակցում եք մեր հերթական համաժողովին, որը մենք առաջի անգամ է, որ անց եք կանցնում Երևանից դուրս եւ շատ ուրախալի է, որ մենք դա անում ենք Գյումրիում։ Շատ կարևոր օր է այսօր, մի կողմից, որովհետև երեկ տեղի ունեցավ Հայաստանի համար պատմական իրադարձություն, երբ որ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գործընթացը մեկնարկելու վերաբերյալ, որը նախաձեռնել էր Եվրաքվեն, որը ստացել էր 60,000 մեր համակարգացիների ստորագրությունը եւ Եվրաքվեն, դուք գիտեք, դա ժողովրդարական ուժերի հարթակի հենց նախաձեռնությունն էր, որի նպատակն էր հասնել այս պատմական օրվան եւ այս օրենքի ընդունմանը եւ բացի դրանից այսօրվա օրը կարևոր է նրանով, որ ընդամենը 2-3 օր հետո այս կիրակի օրը մարտի 30-ին 3 օր հետո տեղի կունենան ընտրություններ Գյումրիում, որտեղ որ առաջադրված է նաեւ Եվրաքվեի ակտիվ անդամ Լևոն Բարսեղյանը, որպես քաղաքապետի թեկնածու եւ իր թիմակիցները եւ առաջադրված է Եվրադաշինքի կողմից, որը որ ձևավորվել է հենց էլի Եվրաքվեի որպես այսպես շարունակություն, արդեն բայց քաղաքական կոնկրետ քաղաքական դաշտում այս դեպքում տեղական ինքնակառավարման մարմնում ավականու մեծամասնություն ստանալու նպատակով եւ ըստ էության Գյումրիի կառավարումը ստանձնելու նպատակով եւ դա եւս կարեւոր առիթ է քննարկման եւ շատ ուրախալի է, որ ոչ միայն Եվրաքվեի շրջանակներում համագործակցեց քաղաքացիական հասարակությունը եւ ժողովրդավարական արտախորհրդարանական ուժերը, ընդդիմադիր ուժերը, այլ նաեւ փաստորեն Եվրադաշինքը հենց այդ համախմբման եւ համատեղ պայքարի շարունակությունն է, այս դեպքում արդեն ավելի լավ Գյումրի ունենալու համար, ավելի լավ կառավարում ունենալու համար, ավելի հաշվետու, թափանցիկ քաղաքապետարան եւ տեղական ինքնակառավարման մարմին ունենալու համար։ Եվ ես այսօր ուրախ եմ բոլորիդ ողջունել մեր այս նախաձեռնության շրջանակներում եւ ուզում եմ արդեն խոսքը փոխանցել Եվրադաշինքի նախաձեռնողներին եւ մասնակից հիմնական ուժերի ղեկավարներին եւ Լևոն Բարսեղյանին, որպեսզի արդեն մենք պետք է հասկանանք ի վերջո նաեւ մեր հետագա քայլերը, հա, բացի այս առաջիկա ընտրություններից նաեւ եվրոպական այս կարևոր ինտեգրման օրենքը երբ որ ընդունվեց, որն է լինելու մեր հաջորդ քայլերը եւ ես էլ ձեզ էլ կոչ կանեմ իհարկե ելույթներից հետո քննարկման շրջանակներում եւ հարց ու պատասխանի եւ քննարկման շրջանակներով ակտիվ մասնակցեք, որտեղ ձեր բոլորի կարծիքը եւս շատ կարեւոր է։ Մենք միասին ենք այս ամբողջ ճանապարհը ըստ էության անցել, որպեսզի հասկանանք մեր հետագա քայլերը, թե Հայաստանի Եվրոպական միության անդամակցության կապակցությամբ եւ ուղղությամբ եւ թե Գյումրիում տեղի ունենալիք 3 օրից տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ։ Շնորհակալություն եւ ես ուզում եմ նախ միջև խոսքը փոխանցելը ուզում եմ նշել, որ ցավոք սրտի Ազատ Արշակյանը, ով այսօր պետք է ողջունի խոսք ասեր մեր կոնֆերանսի, որպես մեր անկախության ակունքներում կանգնած անձնավորություն եւ որի ներկայությունը շատ խորհրդանշական է միշտ եղել ժողովրդավարական ուժերի հարթակում, որպես նաեւ առաջամարտիկ այն գործի, որը մենք փաստորեն շարունակում ենք, հա, Հայաստանի ինքնիշխանության հաստատման եւ ամրապնդման գործի, այդ թվում կայսրությունից անկախանալու գործի, ցավոք սրտի առողջական խնդիրների պատճառով պարոն Արշակյանը չկարողացավ մասնակցել, բայց իր ողջուններն է փոխանցում եւ հետեւում է մեզ հիմա ուղի եթերով, մենք էլ ողջունում ենք պարոն Արշակյան ձեզ եւ հիմա խոսքը փոխանցում եմ Արամ Սարգսյանին, Հանրապետություն կուսակցության ղեկավար եւ Եվրադաշինքի անդամ։ Համեցեք։ Բարև ձեզ, ես էլ շնորհավորում եմ բոլորիս։ Երեկվա տեղի ունեցածը ես համարում եմ նաեւ իմ անձնական տոնը, որովհետեւ համարում եմ, որ Հայաստանը դրանով իրական ու իրատեսական քայլ արեց անկախության հասնելու ճանապարհին։ Երեկվա օրենքի ընդունումը միանշանակ ու աներկբա ամրացնում է մեր անվտանգության համակարգը
եւ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում տնտեսական եւ ներդրումային մթնոլորտը բարելավելու առումով։ Սրան հակադրվելը անհնարին է, սա ակնհայտ է, որովհետեւ թե անվտանգության առումով դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը կդառնա ավելի բարդ եւ Եվրոմիության անդամ երկրները պարտավորություն կունենան պաշտպանելու Հայաստանին։ Իրենք պարտավորություն կունենան նաեւ զենք զինամթերք չվաճառել Եվրոմիություն չգնացող Ադրբեջանին, եւ թե գումարները ու մեծ շուկաները Եվրոմիությունում են, եւ իրենք են որ ունեն տեխնոլոգիաներ, եւ իրենք են որ կարող են ներդրումներ անել այն երկրում, որը ձգտում է Եվրոմիության անդամ դառնալ։ Հետևաբար սա մեծ ճանապարհի առաջին քայլն էր, բայց շատ կարևոր քայլ։ Ես երեք Արտակ Զեյնալյանին ասել եմ, որ Արտակ ջան, ինչքան հիմա մեր պատմությունը պատտելուց ցույց են տալիս Արամ Մանուկյանի անկախության հռչակագիրը, 56 տարի հետո էլ այդքան քեզ են ցույց տալու եւ դու Զեյնալյաններից ամենաճանաչված ես դառնալու աշխարհում եւ ես համոզված եմ այդ ասում, ես վստահ եմ, որ դա այդպես է լինելու։ Բայց այս ուղղությունը նաեւ պայքարի իր մոտեցումներն ունի եւ մենք հիմա Եվրոդաշինքի ուժերով պայքարում ենք Գյումրիում Գյումրու ընտրությունների առումով։ Եվ այստեղ էլ Գյումրու ընտրություններին հետևելիս մենք նայում ենք ու տեսնում ենք ինչ որ տեխնացուների մի ստվար զանգված ասում է այ մեր հարաբերությունները կլավացնենք Ռուսաստանի հետ ու Ռուսաստանը կգա այստեղ ներդրումներ կանի։ Այդ մարդիկ ասենք նման խոստումներով փորձում են քվեկորզել, իսկ այդ խոստումների հետևում Հայաստանի անկախությունը կանխելու գործընթաց է գնում։ Սա ակնհայտ է։ Նախ Ռուսաստանը ներդրումներ եթե անելու էր այ 100 միլիոնի գույք էր վերցրել Պարտքի դիմաց, թող այնտեղ ներդրումներ աներ, այդ գործարանները չկանգնեցներ։ Այսօր էլ կանաց գործարանը կանգնեցրել են, չեն աշխատեցնում։ Ռուսաստանը ներդրումներ անելու լինի իր երկրում կանի, Ռուսաստանը չունի էլ այդ տեխնոլոգիաները, որ անի։ Երկրորդ, եթե Ռուսաստանը այդ իրենց ամենալավ բարեկամ երկրորդ նախագահի պարագայում այդ ներդրումները չարեց, այս մարդկանց ում անուն ազգանունները ոչինչ չեն ասում Ռուսաստանում, այս մարդկանց ասելով ներդրումներ չի անի։ Այդ ծիծաղելի է ուղղակի, հետևաբար այստեղ էլ մեր պայքարը ինքը իր մեջ նաև Հայաստանի ապագային միտված եւ դեպի Եվրոմիություն գնալու քայլերի համատեքստում է։ Ես օրինակ երկար մտածում էի, թե ինչու պիտի մարդը Գյումրեցին գա ու իր քվեն տա Եվրոքվեին։ Ես մի ուսուցիչ ունեի, որ 2 տարի առաջ ու մոտ դասերի էի գնում, ինքը ինձ ասում էր դե ներկայացրու թե ինչու մարդիկ պիտի ընտրեն քո կուսակցությունը։ Ես ներկայացնում եի, հետո ասում էր այդ նույնը արա 3 րոպեում, հետո այդ նույնը արա մի րոպեում, հետո այդ նույնը կարող ես ասել 30 վայրկյանում։ Այսինքն սեղմի ասածը հնարավորինս կարճ։ Եվ երբ որ փորձեցի մտածել թե ինչու պիտի Գյումրիում իր քվեն տա Եվրոդաշինքին, եկա այն հետևության, որ Գյումրեցի ջան, դու քու քվեն Եվրոդաշինքին տալով ընտրում ես ոչ միայն քու քաղաքի ճակատագիրը, այլև Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Հետևաբար այս մոտեցումով գնա ընտրատեղամաս։ Երկրորդ, ինչու պիտի ընտրի Լևոն Բարսեղյանին։ Լևոն Բարսեղյանին պիտի ընտրի, որովհետև Լևոն Բարսեղյանը իր կերպարով, իր մոտեցումներով պայքարող մարդ է։ Ու երբեք իր ձևը չի փոխել, ամբողջ կյանքում պայքարել է եւ Գյումրու խնդիրներին, Գյումրի քաղաքի եւ համայնքի խնդիրներին տիրապետում է ամենալավը։ Այսինքն եթե այս ամեն ինչը վերածենք մի բառի, Եվրոդաշինքը մի բառով պիտի բնութագրել ապագա, մենք սիրելի գյումրեցի ջան, ապագան ենք։ Լևոն Բարսեղյանը հուսալիությունը, մարդը որ չի փոխվում։ Հետևաբար ես կուզեի, որ գյումրեցին ընտրության գնար այս չափանիշներով։ Բնականաբար ընտրություններին հետևելով, հեռուստատեսության պես ամեն ինչը նայելով, տեսնելով թե որ տեխնացուն ինչ է ասում,
Գալիս ենք այն հետևության, որ մեր հանրության միսվար զանգված նորից նույն կերպ անձի ընտրությամբ է գնալու ընտրության, իրենք մասնակցում են ինչ-որ հանրահավաքների, ինչ-որ տեսակետներ են լսում, ծափահարում են ինչու, որովհետև նրանցից մի մասը իրեն լավ է զգացել նախկին իշխանությունների ժամանակ, կրպակներ է ստացել, աշխատանքի տեղ է ունեցել, կարողացել է շրջանցել օրենքը։ Նրանց մի հատված էլ այսօր աշխատում է պետական իշխանությունների մոտ ու այդտեղ է իրեն լավ զգում ու այդտեղ է իրեն ապագա տեսնում։ Բայց հանրության այն հիմնական մասը ոչ նախկինների, ոչ ներկաների մոտ ապագա չի տեսնում։ Ու այդ հատվածը չի մասնակցում ընտրության։ Ինքը հուսահատության մեջ է, ինքը հույս չի տեսնում։ Իմ այս խոսքս ուղղում եմ այդ մարդկանց, սիրելի գյումրեցիներ։ Ընտրության չգնալը խնդիր չի լուծելու։ Ընտրության չգնալը այդ նախկինների ու ներկաների մեջ է թողելու ձեր քաղաքը, որը որևէ լավ բանի չի բերելու։ Քաղաքը քաղաք կդառնա, եթե գործի օրենքը։ Իսկ Լևոն Բարսեղյանը գործելու է միմիայն օրենքով։ Հետևաբար խնդրանքս հետևյալն է՝ պարտադիր եկեք ընտրության։ Նրանք, ովքեր ոչ նախկիններին են ուզում, ոչ նորերին, մենք նրանց համար ընտրության եւ քաղաքական ընտրության հնարավորություն ենք տվել, որ դուք ընտրեք ոչ միայն ձեր քաղաքի ապագան, նաեւ Հայաստանի Հանրապետության ապագան։ Դուք ընտրեք մարդու, ով պահելու է օրենքը, ով իմ ու քո չի անելու, ով պայքարող է լինելու եւ ով կոնկրետ խոստումներ է տալիս, որի կատարմանը անգամ մեր հետևելու կարիքը չի լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խոսքը փոխանցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանին, Եվրադաշնքի հիմնադրիչներից մեկին։ Շնորհակալություն։ Ես էլ ուզում եմ բոլորիս շնորհավորել նախորդին տեղի ունեցած այդ կարևոր քվեարկության եւ իրադարձության առիթով մեր գուցե դժվար է հիմա նույնիսկ պատկերացնել, թե մենք ինչպիսի կարևոր քայլ ենք նախաձեռնել ամիսներ առաջ եւ չէինք էլ կարող պատկերացնել, թե որքան կարևոր է հենց այսօր այս օրենքի ընդունումը եւ որքան կարևոր է այն հասցեն, որ Հայաստանը փաստորեն իր համար նախանշում է իր գտնվելու, իր գրանցման հասցեն, որտեղ մենք պատկերացնում ենք մեր ապագան, մեր հեռանկարը եւ մեր հարատեվությունը, մեր պետության, մեր պետականության հարատեվությունը։ Եվ այս իմաստով Գյումրիում գտնվելը կրկնակի կարևոր եմ համարում եւ խորհրդանշական։ Գյումրին ավանդաբար համարվել է կայսրության որջը եւ այստեղից ազդարարել եւ քննարկել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը կրկնակի կարևոր եւ նշանակալի իրադարձություն է։ Կարծում եմ, որ մենք այս իմաստով մեր այս հաջողությունը կրկնելու պարտավորություն ունենք Գյումրիում կիրակի օրը մարտի 30-ին եւ այս իմաստով չափազանց կարևոր է այդ գիտակցումը, որպեսզի գյումրեցին իմանա, որ իր տված ամեն քվեն Եվրադաշնքին ավելացնելու է Հայաստանի անվտանգության անկյունակարը, հիմքը եւ մեզ չտրված ամեն մի քվե պակասեցնելու է այդ անվտանգության կարևոր հիմքը ավելի թուլացնելու է եւ այս գիտակցումն է կարծում եմ, որ նաեւ պիտի բոլոր հիասթափվածներին, բոլոր ապաթիայի ենթարկված մեր գյումրեցի եղբայրներին եւ քույրերին տնից դուրս հանի եւ գնան մարդիկ իրենց քվեն տան, որովհետեւ ըստ էության մենք ենք, որ թույլ չտվեցինք, որ այս ընտրությունն էլ տեղի ունենա գեղեցիկ թալանչի նախկինների եւ ձախողված ապիկար ներկաների միջակայքում։ Մենք եկանք ասելու, որ այս երկուսից մենք ընտրում ենք վաղվա օրը ապագան։
եւ երջանիկ են գյումրեցիները, որ այստեղ այդ ընտրությունն ու այդ հնարավորությունը տրվեց իրենց։ Ի տարբերություն շատ ու շատ այլ համայնքների եւ քաղաքների, որտեղ այդ ընտրության հնարավորությունը չեղավ եւ մարդիկ այս բացառիկ պատեհությունը չունեցան, նաեւ որովհետեւ այդ համայնքներում եւ քաղաքներում Լևոն Բարսեղյանի նման պատրաստված մեկը չկար։ Հատկապես օրինակ ինձ արտերկրից բազմաթիվ նամակներ ու զանգեր են արվել երեկվա հարցազրույցից հետո պարոն Բարսեղյանի, ուղղակի մարդիկ իրենց հիացմունքն էին արտահայտում, ավելի ամրապնդելով իրենց համոզումը, որ Գյումրիին իրապես այսպիսի պատրաստված ուրեմն խիզախ աննկուն քաղաքապետ է պետք։ Մենք այդ իմաստով վերջին շաբաթներին ամեն ինչ արել ենք Լևոն Բարսեղյանի հաջողության եւ հաղթանակի համար եւ ոչինչ չենք խնայելու հետ այսուևս նրա կողքին լինելու, քաղաքի կողքին լինելու իր ջանքերին աջակից մնալու համար։ Մեզ համար չափազանց կարևոր է քննարկումը նաեւ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի այս օրենքի հետ կապված։ Մենք անդադ այսպես խառնում ենք Գյումրին եւ օրենքը եւ ուզում եմ մի քանի արձանագրում անել գոնե առաջիկա մեր անելիքների հետ կապված։ Ես քննարկումներ եմ ունեցել Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ եւ ի զարմանս ինձ պաշտոնյաները նույնիսկ ինձնից առաջ ընկնելով ասել են, որ եթե մենք իրապես անկեղծ ենք Եվրամիության անդամակցության այս գործընթացը սկսելու, մենք պիտի ժամ առաջ դուրս գանք Եվրասիական տնտեսական միությունից եւ հայտարարենք, որ մենք սկսում ենք բանակցություններ DCFTA-ի կամ ազատ եւ համապարփակ առևտրի այդ գոտուն միանալու շուրջ։ Ըստ էության հայտարարելով, որ օրենքը, որը ընդունվել է, միաժամանակ հայտարարություն պիտի դառնա ԵԱՏՄ-ից դուրս գալու։ Սա չափազանց կարևոր պահանջ է եւ ես կարծում եմ, որ մենք առաջիկայում սրա շուրջ անդադ առիթ պիտի ունենանք խոսելու, չի կարելի զուգակցել այս երկու գործընթացները։ Դրանք կարող են չափազանց մեծ ռիսկեր իրենց մեջ պարունակել թե եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները եւ բանակցությունները շարունակելու լրջության իմաստով եւ թե Ռուսաստանում կարող են խնդիրներ ունենալ։ Այստեղ շատ պետք է որոշակիություն պահպանել եւ ես կարծում եմ նաեւ իդեպ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահն էր ասում, որ սրա հաջորդ քայլը պիտի լինի DCFTA-ին միանալու վերաբերյալ քննարկումը եւ բանակցությունները, այսինքն Հայաստանը պիտի որպես առաջին քայլ Եվրամիության անդամակցության ճանապարհին միջև տեխնացու դառնալը մենք պիտի եվրոպական շուկային միանալու ասոցիացիան համաձայնագրի շուրջ սկսենք բանակցել։ Դրա համար պետք է որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, ուրիշ տարբերակ չկա։ Եվ բոլոր այն թվերը, տնտեսական եկամուտները, այսպես որոնք հիմա վկայաբերվում են, այդ ժամանակավոր սպեկուլյատիվ, դրանք Հայաստանի զարգացումը որևէ կերպ չեն ապահովում, դրանք երկարաժամկետ էֆեկտ չեն կարող մեր երկրի համար ապահովել, ես կարծում եմ, որ այս հաշվարկները պիտի արվեն եւ մենք պիտի այս ուղղությամբ հիմնարար քայլեր ձեռնարկենք, բայց որ ավելի կարևոր է, նույն բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ քննարկումներում արձանագրեցինք հետեւյալը, որ այս կառավարությունը գոնե այս կազմով ի վիճակի չէ, համենայն դեպս չունի այդ կարողությունը Եվրամիության հետ որակյալ բանակցություններ մեկնարկելու։ Մենք հիմնարար փոփոխությունների պիտի ենթարկենք մի շարք ոլորտներ, տնտեսություն, էկոնոմիկայի գերատեսչությունը, տարածքային կառավարում, արդարադատություն եւ ներքին գործերի նախարարություն։ Այս հիմնական ուղղություններն են լինելու, որոնք մեզանից պահանջելու են ահռելի կոմպետենցիա, կարողություն եվրոպացիների հետ աշխատելու, եվրոպացիների հետ բանակցելու եւ այստեղ չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի մենք կառավարության հետ աշխատենք, նրանց խրախուսենք, որպեսզի համապատասխան փորձագետներ Եվրոպական միությունից հրավիրեն եւ մեր կոմպետենցիան համապատասխանեցնեն այն մակարդակին, որ հնարավորություն կտա
արժանավայել բանակցություններ ծավալել։ Այլապես, եթե մենք այս որակով մտնենք բանակցությունների, կարող է շատ արագ ձախողենք այս գործընթացը, ինչի իրավունքը մենք չունենք։ Ահա այս 3 կետերն է, որ կարծում եմ մեզ առաջիկայում պիտի հիմնական որպես խնդիր, պահանջ, ուղենիշ պիտի հանդիսանա եւ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին, որի մի մասն էլ հիմա մի կանգառն էլ Գյումրին է եւ Գյումրիի այս ընտրությունը, ոչ պակաս կարևոր եւ բոլոր այն քաղաքացիները մենք այստեղ շուրջ 3000 ստորագրություն ենք հավաքել, ովքեր գյումրեցի մեր հայրենակիցները ի վիճակի չեն եղել գալ քաղաքապետարանում իրենց ստորագրությունը տալ ի հաջակցություն Եվրոպական միության անդամակցության այս գործընթացի, թող գան եւ իրենց քվեն տան Լևոն Բարսեղյանին, դա հավասարազոր ուժ կունենա մեզ համար եւ դուք էլ մասնակից դարձած կլինեք այդ կարևոր գործընթացին եւ ձեր ավանդը բերած կլինեք Հայաստանի բարեկեցության, Հայաստանի դիմակայունության եւ անվտանգության գործին։ Շնորհակալություն։ Քանի որ շատ կարևոր հարց նաեւ նշեց պարոն Բաբաջանյանը, Հայաստանը Եվրոմիությունից դեռ 2022 թվականից ստացել էր 27 միլիարդ եվրոյի աջակցության խոստում, այսինքն այդ ոչ թե միայն դրամաշնորհներ, նաև վարկեր էր ցածր տոկոսներով, բայց դրա համար պետք էր լավ ծրագրեր ներկայացնել։ Կառավարությունը պետք է լավ ծրագրեր ներկայացներ, որի տակ այդ գումարները գային։ Մինչև հիմա իրացվել է ընդամենը 7-800 միլիոն եվրոն եւ ժամկետն էլ հեսա լրանում է եւ հետ ենք, ոչ թե հետ ենք տալու, էլ չենք այդ հնարավորությունը օգտվելու, չենք կարողանալու իրացնել։ Եվ միակ պատճառն է մեզ այդպես է համենայն դեպս հասցվել, որ չկա այդ կարողությունները, չնայած ես այդտեղ կասկածում եմ, որտեղ միայն կարողությունների հարցը չի այդ ծրագրերը գրելու, այլ նաեւ որոշ մարդիկ այնտեղ ուղղակի հետաքրքրություն, ցանկություն չունեն Եվրոպայի հետ այդպիսի լուրջ ծրագրեր խորքային իրականացնել։ Եթե Ռուսաստանից էր, գուցե արագ տեմպով անային, ասենք, բայց Ռուսաստանն էլ տեսնենք ինչ վիճակում է, ինքն է ստեղից ընդեղից փորձում գումարներ մուրալ։ Մի խոսքով, հիմա խոսքով եմ փոխանցել Տիգրան Խազմալյանին, Հայաստան Եվրոպական կուսակցության ղեկավարին, ով նաև Եվրադաշինքի համահիմնադիրներից է, համեցեք պարոն Խազմալյան։ Հայրենակիցներ, պատմական իրադարձությունները հաճախ անցնում են աննկատ եւ հետո միայն օրեր, տարիներ անց հասարակությունը գիտակցում է, թե ինչ է կատարվել։ Այն ինչ կատարվել է երեք իսկապես պատմական իրադարձություն է, բայց բարեբախտաբար նախախնամությունը կարգավորեց այնպես, որ հաջորդ իսկ օրը մենք այստեղ հավաքվել ենք հենց այդ պատմական իրադարձությունը իրականություն դարձնելու, որովհետև մեզ տրված է նույնքան պատմական հնարավորություն առաջիկա օրերին սկսել այն, ինչը կատարվեց, ինչի հնարավորությունը բացվեց երեք։ Ես մեծ չափազանցություն երևի արած չեմ լինի, ասելով, որ սա խաղաղ սահմանադրական իշխանափոխության սկիզբ է, ամենայդեպս այդպես պետք է լինի։ Եվ Գյումրին է այն վայրը, այն քաղաքը, այն կենտրոնը, որտեղից մենք սկսում ենք, որտեղ մենք տալիս ենք մեր առաջին մարտը։ Այդ մարտը շատ կոնկրետ նպատակ ունի։ Մեր երկիրը գաղութացված է, մեր երկիրը թալանված է, կեղեքված է, եւ սա ապագաղութացման սկիզբ է։ Մենք այստեղ ամեն անգամ հասնում ենք Երևանից եւ դուք գնում եք Երևան, այս անավարտ, անverջ կառուցվող ճանապարհով, որը պետք է կառուցվեր, դուք հիշում եք, համարյա 10 տարի առաջ, եւ դուք շատ լավ հիշում եք, ինչու այն չկառուցվեց եւ ինչու է երկարացվում այդ հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որովհետեւ մեր բոլորիս աչքի առաջ գրեթե 1 միլիարդ դոլարանոց այդ ծրագիրը հոդս ցնդեց։ Այդ 1 միլիարդի
զգալի մասը 3/4-ը պարզապես գողացվեց 560 կիլոմետրից, որի զգալի մասը հենց Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան ճանապարհն է, կառուցվեց ընդամենը 56 կիլոմետր, 90%-ը կերան, լափեցին, ինչի հետ մենք գործ ունենք, կարող ենք մենք արդյոք վստահել այս պայքարը ներկա իշխանություններին, իհարկե ոչ, ինչու, որովհետև այդ օրենքը, որ ընդունվեց երեկ ազգային ժողովում, ազգային ժողովի աշխատանքի արդյունքը չէր, այն չծնվեց իշխող կուսակցության ներսից, դուք արգելիներս, ես վստահ եմ, որ այստեղ նստած բոլորը գոնե մասնակցել են այդ 60,000-անոց ստորագրահավաքին, դուք եք դա արել, ձեր քվեներով, եթե չլիներ այդ շարժում, այդ նախաձեռնությունը, մեր երեք կուսակցությունների և մի շարք հասարակական կազմակերպությունների դաշինքը, եթե չլիներ ամենակարևորը ձեր քաղաքական կամքը, ձեր քաղաքացիական պարտքը կատարելու գիտակցումը, ոչ մի օրենք չեր ընդունվի և դուռը կմնար փակ, այդ դուռը երեկ բացվեց, կողպեքը բացվեց, հիմա մենք պետք է ներս մտնենք, ներս բերենք մեր երկիրը և այն ճիշտ այնպես, ինչպես ձեր քվեարկությամբ ստեղծվեց այս օրենքը և ստեղծվեց այս պատմությունը, ճիշտ այնպես այդ առաջին մարտը Գյումրիում մենք կհաղթենք, եթե դուք գաք քվեարկելու, ձեր քվեներից է կախված մեր առաջին հնարավոր հաղթանակը։ Ես հիմա չեմ կարող պնդել, որ մենք կհաղթենք, թեև մենք բոլորս ձգտում ենք դրան։ Ես գիտեմ ուրիշ բան, որ մենք հաղթելու ենք ի վերջո, պարզապես Գյումրին ունի եզակի հնարավորություն և արտոնություն դառնալ առաջին եվրոպական քաղաքը, որտեղից մենք կսկսենք այս եվրոինտեգրումը։ Ու ես կրկնում եմ, վերադառնում եմ այն մտքին, որ մենք չենք կարող վստահել այդ աշխատանքը իշխող խմբին։ Իրենք ձախողել են ամեն ինչ հնարավոր էր։ Եվ հիմա էլ անհրաժեշտ են համարում կարծես թե անհասկանալի պատճառներով նույն օրը, ինչ ընդունվել է եվրոինտեգրման օրենք, ասել, որ մենք պետք է հրաժարվենք Ղարաբաղյան շարժումից։ Ինչու հենց այդ օրը, ինչու հենց այդ պահին եք դուք դա ասում, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ եվրոինտեգրումն է պահանջում այդպիսի զոհեր։ Դա սուտ է, դա կեղծիք է։ Արցախյան շարժումը դա մեր դարավոր ազգային ազատագրական շարժման մասն է, և եվրոինտեգրումը նույն այս շարժման նույնպես մասն է, և իրենք դա շատ լավ հասկանում են։ Այդպես որ իզեն մեր զենքը հիմա ձեր քվեներն են։ Առաջին մարտը այս կիրակի օրն է, և մենք կարող ենք և պետք է հաղթենք։ Մենք ունենք հրաշալի հրամանատար։ Երեկվա հարցազրույցը բոլորին ապացուցեց, որ Գյումրին չէր կարող էլ երազել ավելի լավ քաղաքապետի մասին այս պայմաններում։ Նա պետական գործիչ է։ Եվ ահա ինչու ենք մենք հակադրվում իշխող կուսակցությանը, որովհետև իրենք նույնքան անլուրջ են վերաբերվում Գյումրիին և այս ընտրություններին, որքան անլուրջ էին բոլոր այս տարիների ընթացքում։ Այդպես որ եթե գոնը եվրոինտեգրմանը քվե տված մարդիկ անխտիր գան իրենց հարևաններով, բարեկամներով և քվե տան Լևոնին, Գյումրին կդառնա եվրոինտեգրման առաջին կենտրոնը Հայաստանում, կոչ եմ անում հենց այդպես էլ վարվել։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցում եմ Նվարդ Մանասյանին։ Պատիվ ունեմ, որ Գյումրիում եմ, միշտ պատիվ ունեմ և գալիս եմ Գյումրի։ Ինձ համար քաղաքը և արժանապատվության արտածում է և կարող է անկեղծ ասած ախտորոշում լինել։ Այսօր էլի նույն հաճույքով ճեմում էի և այդ միայն Գյումրիում կարելի է տեսնել այն ջրհորդանները, որոնք ես տեսա ևս մեկ անգամ
այն ամբողջ գեղագիտական հաճույքը, որ կարող է ստանալ մի բանից, որին այլապես միայն ֆունկցիոնալ նշանակություն է տալիս։ Ես առանձին չխոսեմ այն պատշգամբներից, որ միայն Գյումրիում կան, ես չեմ չափազանցնում, բայց նաև տարիներով այցելելով միշտ ուշադրությունս գրավել են պատշգամբները եւ այն հոգացությունը ընդհանրապես, որ մարդիկ ունեն այլապես իրենց սեփական պատշգամբների նկատմամբ։ Ես այնչու եմ ասում, որտեվ անկեղծ ասած երևանցիներս այդ վերաբերմունքը չունեցանք եւ մեր ազատությունները մինչեւ անչափություն հասցրինք երբեմն, ու այստեղ տեսնում ես, որ այդ ազատության հետ միասին մարդիկ համընդհանուր պատասխանատվության մի հատ բան ունեն զգացողություն, որ պիտի շենքի տեսքին համապատասխանի, որ իրենք իրավունք չունեն կամայական, վստահ եմ, որ տարիներով չի եղել այդ վերահսկողություն, նոր երևույթ չէ։ Ու այդ բան կա, մի տեսակ բան ունեմ, խանդ ու ակնածանք ունեմ, մեծագույն հարգանքս այդ ազատության նկատմամբ եւ կարծում եմ գյումրեցիները այդ իրենց արժանապատվությամբ անկեղծորեն այդ կարողանալ լինել ազատ առանց չափդ անցնելու եւ կարողանալ լինել ազատ առանց պատմությունը թերքելու։ Այն վերաբերմունքը իհարկե տարբեր պատճառներ կան, թե ինչու պատմական մշակութային շենքերը, հուշարձանները չեն պահպանվում, բայց նույն պայմաններում, նույն փոփոխականների պայմաններում գյումրեցիները անգամ փողի ներհոսքի պայմաններում իրենց պատմության անշարժ ուրեմն վկաներին վերաբերում են իսկապես շատ մեծ հոգացությամբ եւ դա սեփական անձն է նկարագրում, այսինքն միշտ քաղաքին նայելով, համայնքի մասին կարող ես կարծիք ունենալ եւ ես կարծում եմ Գյումրին այն բացառիկ համայնքներից է, որ իրեն արժանի քաղաքապետ ու համայնքապետ պիտի ունենա, որպեսզի այն արժանապատվությունը, որ ունի, ավելի ընդգծվի եւ ես մեծագույն հարգանքս բոլոր թեկնածուներին, ես բոլորին հաջողություն եմ մաղթում, թող Գյումրին գտնի իր արժանի եւ քաղաքապետին եւ որն ամենակարևորն է ավականու անդամներին, որ ես կարծում եմ ավականին ամենակարևորն է, բայց նաեւ ուզում եմ ասել, որ ինձ համար անձնապես, որտեղ գիտեմ Լևոն Մարսեղյանի անցած ճանապարհը, միշտ բան եմ արել, հետևել եմ եւ շատ մեծ հարգանք եմ ունեցել այն ամբողջ պատասխանատվությունը, որ ինքը ունեցել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ ընտրությունները որոշում կայացնելը միշտ լինեն մարդուն, անհատինը, գյումրեցունը, երևանցունը եւ այն գյումրեցու պատվախնդրությունը, որը միշտ կարող ես տեսնել, ինձ համար իհարկե Լևոն Բարսեղյանը, բայց ես իհարկե ցավոք սրտի որևէ ուժ եւ իշխանություն չունեմ իմ քվեի տեսանկյունից Գյումրիում մասնակցելու ընտրությանը, բայց անկեղծ նախանձով հետևում եմ եւ մաղթում եմ հաջողություն, որպեսզի Գյումրին գտնի իր արժանի համայնքապետին։ Ինձ համար նաև շատ կարևորում եմ ընդհանրապես ամեն ինչից զատ նայել, թե մարդիկ ինչպես են հաղորդակցվում իշխանություն չունեցողների հետ։ Իշխանություն ունեցողների հետ միշտ ամեն ինչ հստակ է, մարդիկ փորձում են շատ զգոն ու զգուշ լինել, պատկառանքն ու երբեմն նաև քծնանք արտահայտել, մինչդեռ երեխաների եւ կենդանիների նկատմամբ վերաբերմունքն է բացահայտում իրական մարդուն։ Եվ ես նայում եմ պարոն Բարսեղյանի առաջարկած ծրագրի թռուցիկը եւ այնտեղ մեծատառերով եւ առաջին տողերում կան թե թափառող շները եւ ոնց հարցը պիտի արժանապատիվ լուծում ստանա, հուսակատակ հարց չէ, թե երիտասարդներ, ովքեր հաճախ չեն կարողանում մարդիկ մասնակցել իրենց համայնքի մասին որոշումների կայացմանը։ Ես կարծում եմ, այս ամենը շատ է նկարագրում տեխնացուին եւ վերջապես ինձ համար նաեւ շատ կարեւոր է, որ հաճախ ասում են գնում ենք Եվրոպա, շատ նեղվում եւ վիրավորվում եմ, որովհետեւ Եվրոպա չենք գնում, ես չգիտեմ Եվրոպան հավանաբար գալիս է, այդպես ձևակերպեք, բայց ինձ համար այդ ամեն ինչը ուրիշ մի շերտ ունի։ Ինքնակառավարումն է եւ այն ինչ որ մենք թիմի տեղական ինքնակառավարման մասին օրենքով ունենք գրած, որ համայնքն է եւ համայնքն է ղեկավարը, այսինքն կառավարիչները ծառայում են համայնքին եւ սա է իրական ժողովրդավարությունը, սա
այն հնուց եկած սեփական միջավայրը մշակելու կարողությունն ու հանձնառություն է, որին հաճախ շատ կառավարիչներ խանգարել են, եւ ես կարծում եմ, որ այս պատմական նաեւ որոշումը, որ ոչ թե փակ կաբինետներում կորոշեն, մենք գնում ենք ԵՄ, մենք գնում ենք որևէ ուղղություն ցանկացած ուղղություն ասել, այլ ժողովուրդը ինքը կորոշի իր ուղիղ քվեով, հանրաքվեով կգնանք մեկնարկենք գործընթացը թե ոչ, սա էլ շատ խորհրդանշական եմ համարում եւ զուգակցում եմ տեղական ինքնակառավարման հետ, որովհետեւ ազատությունը միայն այդտեղ է, միայն այդտեղ ենք մենք ինքնադրսևորվում ու այդտեղ է, որ հատորներով համայնքները մեր մասին մեզ պատմում են, այս պահին ես որպես երևանցի շատ եմ ամաչում, որ մենք մեր մշակութային ժառանգությունը չկարողացանք փրկել եւ շատ ուրախ եմ, որ գյումրեցիները անգամ վատ պայմաններում են կանգնել դրա կողքին եւ հիմա իսկապես նաեւ լավ համայնքապետ ընտրելով եւ ավականի, միայն դա չի, որ համայնքապետ, այլ ավականին պատասխանատու այդ ընտրանում բերեն քաղաքապետարան, որը ժամանակի եւ տարածության խզում չի ունենա, այդ հարգանքը կունենա փոքրից մեծ։ Ես իսկապես մաղթում եմ հաջողություն ձեզ բոլորիս, Լևոն Բարսեղյանին եւ գյումրեցիներին շատ շնորհակալություն եւ մեզ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս մեծ մեկնարկ, մեծ հաջողություն եմ մաղթում, որ մենք սովորենք կատարել մեր ինքնուրույն ընտրությունը, հույսը չդնել ոչ մեկի վրա։ Մենք ենք մեր տերը, այդ թվում մենք ենք մեր երկրի տերը։ Շնորհակալություն, մենք լսեցինք Եվրադաշինքի ղեկավարներին, առաջնորդներին, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչին եւ հիմա ես ուզում եմ խոսքը փոխանցեմ արդեն Լևոն Բարսեղյանին, ով Եվրադաշինքի տեխնացուն է որպես քաղաքապետի տեխնացու ավականու ընտրություններում եւ նաև եղել է Եվրաքվեի ակտիվ կազմակերպիչներից հենց Գյումրիում մեր ստորագրահավաքի, երբ որ շատ մեծ հաջողություն ունեցանք, բավականին բարձր տոկոս ունեցանք Գյումրիում ստորագրությունների, դա ցույց է տալիս նաև որ մենք համախոհություն ունենք գյումրեցիների հետ եւ ոչ միայն գյումրեցիների հետ, ամբողջ հանրապետությունով, հա, մեր արտաքին քաղաքական կողմնորոշումների պահով, բայց նաև իհարկե արժեքների, հատկապես որը կարեւոր է, եվրոպական ստանդարտների, չափորոշիչների, ոչ միայն բարեկեցությանը վերաբերող, այլ նաև մարդկային հարաբերությունների, փոխադարձ հարգանքի, իրավունքների հարգանքի եւ ամենակարևորը կառավարման թափանցիկության, հաշվետվողականության եւ մասնակցայնության, երբ որ քաղաքացիները, Գյումրու քաղաքացիները այլևս հնարավորություն կունենան ակտիվ մասնակցել իրենց քաղաքի կառավարմանը, եթե իհարկե ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա Կիրակի օրը եւ ընտրեն Եվրադաշինքը եւ Լևոն Բարսեղյանին։ Խնդրեմ, պարոն Բարսեղյան, խոսքը ձերն է։ Շնորհակալություն բոլորիդ, որ այստեղ եք, հյուրերին Երևանից եւ գյումրեցիներին եւ մեր ավականու անդամության տեխնացուներին եւ ոչ միայն Երևանից, Արարատի մարզից, Արմավիրից, Վանաձորից, կներեք, եթե բոլորը չթվարկեցի Տավուշից, Հայաստանի Հանրապետության Սփյուռքից էլ մարդիկ ունենք այստեղ։ Պարոն Պապաջանյան ասաց, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մենք ամեն ինչ չենք արել, որպեսզի հաղթենք այս ընտրություններում։ Մեր չարածը ուրիշներն են անում, որպեսզի իրենք հաղթեն, խոսքը։ Փող չենք բաժանել։ Փող չենք բաժանել, հա։ Մենք է TikTok-ում կարողություն չենք անում։ Այդ կարողությունը մենք չունենք։ Փողի մասին չէ խոսքը։ Եվ մեր ջանքերը եղել են բարեխիղճ ու գոնե մենք խոստացել ենք, որ ընտրապայքարը քարոզարշավը պիտի վարենք քաղաքավարի, միշտ համարելու ենք, որ երեխաները դեռ քնած չեն, հա, մենք գոտկատեղից ցած հարվածներ չենք հասցրել, ես որպես բազմիցս զրպարտված մարդ ունեմ ահագին լուրջ իմունիտետ, տեղի ունեցավ նաև այն, ինչ մեր մտքով չէր անցնում, այս օրերին մենք զրպարտվեցինք մեկ վարչապետի կողմից, երկու ազգային ժողովի պատգամավորի կողմից, մեկ ազգային ժողովի նախագահ, մեկ փոխնախարարի կողմից եւ մեկ Գյումրու ավականու անդամության տեխնացուի կողմից։ Ուղղակի մենք զրպարտվել ենք
Չգիտեմ ինչու այդպես վարվեցին։ Կհասկանան երբևէ, որ դա անարդար է եւ դա ընտրապայքարի մեթոդ չէ, մանավանդ անարդյունավետ է եւ իրենց էսա վնաս տալիս, բայց եղած է։ Այն մարդու խոսքերը վերաձևակերպելով պիտի ասեմ, որ մենք չենք մոռանալու ոչ միայն թշնամիների խոսքերը, այլև բարեկամների լռությունը։ Շատ ուշադիր ենք լինելու։ Ես թեպետ հիշաչար չեմ, բայց ահագին բան շատ լավ հիշում եմ։ Ես հիշում եմ, որ երբես ասում էի, որ Սերժիկ Սարգսյանին մնաց 8 ամիս 4 օր 3 ժամ բան, ահագին մարդ քմծի ծաղում էր, ծաղրում էին, ասում են կիժա եմ, ինչքան կարելի էլի։ Հա, ես չգտա մեկին, որ հավատար, որ ես լուրջ եմ խոսում։ Ազնիվ խոսք։ Հա, տեսակին չեղավ։ Բանը, երբես ասում էի, որ կալա հեռուստաընկերությունը չեն կարողանալու փակել Գյումրիում, ահագին մարդ չէր հավատում։ Երևանից ուղարկված հարկայինի տեսուչները քմծի ծաղով, բանով ասում էին նկարեք այդ թվերը, ինչ թիվ ուզում եք նկարեք, ժողովուրդը հավաքելու է եւ փակի։ Նկարեցին, գնացին, ժողովուրդը հավաքեց եւ փակեց, եւ այդ հեռուստաընկերությունը չի եթերազրկվեց, որին մասնակցում էր մեր այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փորձելով հեռուստաաշտարակը ազատել Գալայի հեռարձակման անտենայից։ Ըստ երևույթին ինքը մոռացել է, ես միշտ եմ սա հիշեցնում, եւ այսօր եթե չկա բանավեճի, հարցեր իրեն հեռակա եմ հղելու, սա մարտահրավեր է, գուցե կլսի կգա, լավ կլինի կա, դեմերս խոսենք։ Ուրեմն մեզ հարցնում են ինչու եք առաջադրվել էլի, ինչն է բանը, վիրավորանքը ժողովուրդ, ուրիշ խոշոր հաշվով մեկ բառով եթե ասեմ, դա այն անպատվությունն է, որի մեջ մենք ապրել ենք տարիներ շարունակ, առաջին անգամ չէ, որ ես առաջադրվել եմ, էլի մեր ընկերներից մի քանիսը կան, այն անպատվությունն է, թե ինչպես կարելի է հասարակ բաները չանել, մեծ խոսել, թե քաղաքների քաղաքը, էսը, այնը եւ այլն։ Եթե մենք տեսնեինք բարեխիղճ ջանքեր քաղաքի խնդիրները լուծելու համար, բոլորովին կարիքը չէր լինելու, որպեսզի մենք առաջադրվեինք։ Ցավոք մենք տեսել ենք խոստումներ, սինխոստումներ, դժվաց խոստումներ, այդ էլ հələ մի կողմ։ Մենք չենք տեսել այդ ամենի համար մեղայական ներողություն, ափսոսանք, կներեք, փորձեցինք, չստացվեց։ Այս էր պատճառը, որ չստացվեց, այն էր պատճառը, որ չստացվեց։ Չեմ ուզում օրինակներ բերել, տեղացիները շատ լավ գիտեն, թե խոսքը ինչ հասարակ խնդիրների մասին է, որոնք կարող էին լուծված լինել։ Այո, դա մեզ ստիպել է թևերս քշել, գնալ փորձել անել այն, ինչ որ չի արվել տասնամյակներ շարունակ։ Եվ անելու ենք իհարկե։ Արժե համակարգային կոնֆլիկտը։ Այս մենք Երևանից այդ որ մինչև այդ խոսքի մեջ, բառուբանի մեջ, պորոտախոսության մեջ, ճորտախոսության մեջ, քյարտախոսության մեջ ինչ ասեք լսել ենք, այդ էլ ոչինչ, հա, բայց երեկվա եղած չեղածը եւ այսօրվա տարածված լուրերը, հա, սրանք մեզ դժբախտաբար ինձ համոզում են, որ իշխանությունը, որ պիտի անցած 6-7 տարիներին պետական իշխանությունը արժեքային հեղափոխություն աներ կամ արմատական փոփոխություն աներ, որ որևէ մեկի մտքով նման բան չանցներ, չփորձեին բարձրաձայն ինչ-որ մեկին համոզել, թե հələ բերեք այս մեթոդը գործարկենք, այն հին քրեական մեթոդների մասին է խոսքը, մարդիկ լկտիությամբ ու ցինիզմով որոշել են, որ ինչ է պատահել, որ կանենք, հա, այսինքն այն արմատական տեղաշարժը ինչ ակնկալում էինք, տեղի չի ունեցել, բարդ է, ես հասկանում եմ, որ դա միանգամից կարող էր տեղի չունենալ, բայց ես գործող իշխանության պատասխանատվության զգացումն էլ չեմ նկատում դրա հետ կապված։ Իր բոլոր ծախողումներից հետո ասել են եւ ասելու են, որ սա ժողովրդավարություն է։ Ոչ, եթե դու արժեքային հեղափոխություն չես անում, երկիրը հարստահարածներին իրական պատասխանատվության չես ենթարկում, մարդկային մտածողությունը հանրային ընկալումները չեն էլ փոխվելու։ Սա այնքան հասարակ է եւ ես ինքս ճիշտ ասած այս իշխանության իշխանավորների հետ այլևս այս թեմայով խոսելիք չունեմ։ Սա իմ անձնական դիրքորոշում։ Հանուն հայրենիքի ցանկացած մեկի հետ կխոսեմ։ Ամենազարուրելի թշնամու հետ, ինձ զրպարտած մարդկանց հետ, անպատված մարդկանց հետ կխոսեմ, էլի, հա, բայց արդեն կամավոր իմ կողմից չեմ նախաձեռնի որևէ զրույց
այն մարդկանց հետ, ովքեր այս ամբողջը արեցին, ծախողեցին ու վերջին օրերին որոշեցին մեզ թափով անպատվել եւ զրպարտել առանց մեղակալու։ Ընդհանրացրեցին անվանական նշելով, որ բոլոր նրանք, ովքեր առաջադրվել են բացառությամբ իրենց տեխնացուից, ելել են ոտքի ապօրինի գույքը փրկելու համար, միավորվելու համար կոալիցիայով ընդդեմ ուրեմն իրենց տեխնացուին եւ մեր տեխնացուներից այդտեղ 15-20 հոգու ես տեսնում եմ, ուզում եմ հարցնել որտեղ է ձեր ապօրինի գույքը, Տիկին Մովսյան, պարոն Ղազարյան, խնդրեմ արտահայտվեք ով ունի ապօրինի գույք, արդյոք ձեզ դատախազությունը անհանգստացրել է ասելով թե մենք քննում ենք ձեր ապօրինի գույքը։ Շատ ամոթալի է վարչապետի բերանից լսել այդ խոսքերը, թե մնացած բոլորը ապօրինի գույքի փրկության համար են ելել պայքարի։ Որևէ մեկը չի կարող պատմել, թե քարոզարշավի առաջին օրը կամ մեկ օր առաջ վարչապետը տեղյակ չէր, թե ովքեր են առաջադրված էինք, ոչ թե հավակնորդ էինք, էլի։ Իրենք Արդեն առաջադրվելուց հետո գիտեին իրենք շատ լավ գիտեին, ուղղակի քարոզարշավը դեռ չէր սկսվել, մեկ-երկու օր առաջ էր դրանից, հա։ Այն մյուսների ավելի ուրեմն այն մյուս 4 հոգու ռեպլիկները չեմ ուզում մեջ բերել, մոտավորապես այս կարգի հայտարարությունները։ Գուցե միամիտ էին, գուցե մտածեցին, որ դրանով կարող են իրենց օգտին քվեներ հավաքել, այկիդոյի դասերից փախել էին ըստ երևույթին։ Հա։ Դաշինքի հետ կապված։ Ես շատ կուզեմ, որ այս դաշինքը պահպանվի հետագա հնարավոր ընտրություններում, չեն բացառվում խոսքը մեր մեջ Վանաձորում արտահերթ ընտրություններ, մինչև ազգային ժողովի հերթական ընտրությունները եւ էլի չեն բացառվում ուրիշ համայնքներում ընտրություններ, տեսնենք ինչպես կլինի։ Գոնե ես խոստանում եմ տեղական ինքնակառավարման մասով իմ կարողությունները ներդնել այս դաշինքի անդամ կուսակցությունների որևէ նախընտրական ծրագրի, հայեցակարգային մոտեցումների, լրամշակման գործում։ Եվ վերջում թույլ տվեք խոսել երեկվա տեղի ունեցած կարևոր իրադարձության մասին, Կոլոմբոսին գիտեք, չէ՞, հա։ Այս մարդը 15 տարի տրնետուր ընկած համոզում էր, որ երկիրը այնուամենայնիվ կլոր է, եթե իրեն կարողանան դրամաշնորհ տալ գրանտ։ Լեննականյան Գյումրու վերսեն չէի լսել։ Դե դրամաշնորհ է եղել։ Իզաբելա Թակուին կասկածները տարբեր են իհարկե, հա։ Այո, այդ անպիտան Ճենովացին 15 տարի համոզում էր, որ երկիրը գիտեք ինչի է նման ժողովուրդ, որ մենք բավական մեծ լրջությամբ սկսենք համարել, որ երկիրը հայտարարել, որ տափակ է երկիրը հիմա էլի, հա, կամ տվեք մեզ մի տիեզերանավ, գնանք Սատուրնից ոսկի ներբերենք ստեղ, մեզ ասելու են այ մարդ քշեք գնան էլի դրանք տրանտեմից։ Հա, գժի բան էին տեղ էին տնում արդեն, դրել էին արդեն, մնացել էր որ վառեին, վերջը մեկը ասեց այ մարդ տվեք է դիրեկնավը թող գնա կամ կգա կամ չի կգա կպրծնենք էլի դրանից, հա։ Մի խոսքով, այսինքն արտասովորը դեռ սխալ չէ, էլի ես համարում եմ, որ երեկվա օրը պատմական օր է, դրա նշանակությունը իհարկե առայժմ չի ընկալվում այն խորությամբ, ինչ խորությամբ հետո լինելու են, պարոն Սարգսյանը սկզբում նշեց խորհրդանշական իմաստով, որ իսկապես Զեյնալյանի սխրանքը, որպես այս ամբողջի թղթաբանության իրավական չարչարանքների գագաթ, հիշվելու է շատ երկար, գալու է ժամանակ, որ իսկապես ասեն, այո, դա սկսել են այս մարդիկ, շատերը լուրջ չէին վերաբերվում, շատերը ծաղրում էին, ինչ ասեք լսել ենք, պարոն Պարսեղյան, այդ բանը ինչ էր, գեյ պարատ թույլ տալու եք, որ տեղի ունենա 30 հատ հարց եմ ստացել, վերջը ճարս կտրած ասացի, եթե շատ հետաքրքրված եք, հիմա արդեն դիմեք բանը ինչ է անունը քաղաքապետին ինչ է զանգվածային միջոցառման կազմակերպման դե իրավական ընթացակարգերը դրանք են ու այդ ամբողջ ընթացքում հա եթե ուզում եք մտահոգեք բանտակապ չունի Հայաստանը Եվրամիության անդամ է արդեն թե ոչ որովհետև գործող օրենքները արտոնում են զանգվածային միջոցառումներ կազմակերպողը պատասխանատու է իր միջոցառման բովանդակության վարքի պարքի նիստուկացի համար բարոյական եւ իրավական տեսանկյունից եւ այլն այսինքն այդ տեսակ մանիպուլյատիվ մեկնաբանություններ էլ չեմ ասում բոտեր մոտեր որոնք նստած զբաղվում էին այդ բաներով մեր այս նախաձեռնության պարսավանքով նկատի ունեմ Եվրաքվեն եւ Եվրամիության անդամակցության նախաձեռնությունը
ինձ շատ են հարցնում այս օրերին, թե ինչ այգուց, թե մի շաբաթից, պարոն Պարսեղյան, փորձում են ծաղրել, մարդկա չի հասկանում, մարդկա չգիտե իսկապես, մեղադրելի չէ, էլի։ Իմ բացատրությունը շատ հասարակ է եւ մնում է նույնը։ Եթե Հայաստանն ունի ավելի որակյալ ստանդարտի կյանքի, ավելի երջանիկ քաղաքացի ունենալու այլ քաղաքակրթական օրինակ, որին կարող է միտել, հարել, գնալ այդ ուղղությամբ, ինչու պիտի չգնանք այդ ուղղությամբ։ Մենք չգիտենք Հայաստանը երբ կդառնա Եվրամիության ստանդարտներին համապատասխան, Եվրամիությունը ինչպիսին կլինի, այսինքն սա ոչ միայն այժմյան ստանդարտներին մոտենալու շարժում է, այլև այդ ստանդարտների աճի հետևից հասնելու եւ մի բան էլ ավելին հասնելու շարժում է։ Տարրական բան, որ ճանապարհային նշաններից են կապույտները, որոնք հետիոտնի անցն են ցույց տալիս, պիտի ունենան տեղին եզրագից։ Տարրական բան է, սա կյանքեր է փրկում։ Գյումրիում 4 հատ ունենք դրանից առայժմ։ Հասարակ հարց է, մնացած բոլոր դեպքերում այդ նշանը լուծվում է երկնքի ֆոնին։ Հիմա արի մարդկանց բացատրի, որ դու մի ասա, դա բարձր քաղաքակրթական ստանդարտ է եղած վիճակով, հա, եւ այլն։ Հա, այս իմաստով ես համարում եմ, որ Հայաստանի իշխանությունները այս եւ հաջորդ բոլոր իշխանությունները պիտի ջանքեր ներդնեն, որպեսզի այդ ուղենիշը մնա թիրախ եւ Հայաստանը զարգանա բարձր ստանդարտների ապահովման ուղղությամբ։ Այնպես որ դա կարող է տևել 10 տարի, 15 տարի, դա կախված է իշխանությունների վարքի եւ գործունեության որակից։ Հասկանալի է, որ կարծես թե հենց այս նախաձեռնությունն է դատապարտված երեկվա օրենքը սպասարկող այլ օրենքների նախագծեր մշակելու եւ ենթաօրենսդրական ակտերի մշակման բեռը քաշելու։ Իսկապես, ես չեմ հավատում, որ այս իշխանությունը ազգային ժողովի այդ խմբակցությունը, հանձնաժողովը, կառավարությունը, փոխվարչապետներից այն մեկը, որը զբաղվում է եվրաինտեգրման հարցերով, իր գրասենյակը բավարար կարողություն ունի դա անելու, առանց ուրեմն նվաստացնելու իրենց չարչարանքը եւ բավարար ցանկություն ունի դա անելու։ Ուրեմն եկուս մյուս օր բանը անընդհատ լավ իմաստով հրմշտելու ենք հետևներից, թե երրորդ փոխվարչապետի պաշտոնը ինչ եղավ, երրորդ փոխվարչապետի գրասենյակը միայն եվրաինտեգրման հարցերով զբաղվող կամ անդամակցության անվանումից բռնած շատ կարևոր է։ Եվրաինտեգրում շատ ընդարձակ է եւ հիմա էլ են ասում, որ մենք եվրաինտեգրվում ենք, էլ ինչ է ուզածներդ, հա։ Եվ իհարկե գուցե նախարարություն մնացած բաները, որոնցից ես շատ չեմ հասկանում, իհարկե հասկանում եմ եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի ավանդույթների, կարգերի եւ իրավանորմերի, տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի Հայաստանում ներդնելու հնարավոր մեխանիզմներից այդտեղ ես իմ ջանքը կներդնեմ իհարկե։ Հա, բայց մնացածը մնում է մեր այս գործընկերների, 3 կուսակցությունների, 7-8 հասարակական կազմակերպությունների, անհատ փորձագետների հավաքական ջանքի վրա, թե շարժվի, էլի, կառավարություն շարժվի, մի քանի կանգնած տեղը հերիք եղավ, փոլ եղավ բան։ Եվ իհարկե այս ամբողջի կարևոր հանգրվան է հաջորդ տարվա ազգային ժողովի ընտրությունները, որից էական բան է կախված։ Ես ոչ մի լավատեսություն չունեմ, այսինքն այն ինչ կասեմ մարդիկ լավատես կհամարեն, ես համարում եմ, որ իրատեսական բան է ասելիքս, որ նահանջ չի լինելու։ Ես շատ քիչ հավանական եմ համարում նահանջը այն նվաճումներից են մակարդակից, ինչ մենք ունենք։ Այս ընտրակաշառքի երևակումները, որ մենք տեսնում ենք, սրանք ես ավելի շատ ռուդիմենտալ արձագանք եմ նկատում, էլի, հա, հնից եկած փորձում են ինչ-որ հին մեթոդը քշել առաջ, էլի, առաջ աշխատել է, բերեք հիմի նորից փորձենք աշխատեցնել, ինչ-որ չափով կաշխատի ըստ երևույթին, երևի, հա, որտեվ այդ մշակույթը շատ խոր արմատներ ունի ցավոք, բայց պիտի հաղթահարենք, ժողովուրդ ջան, կարելի է աչք քաշել կանգնել, էլի, ուղղակի green card-ը Կանադայից, ինչ-որ հրավերներ Շնորհակալություն ձեզ բոլորիդ ուշադրության համար կներեք, ես արդեն խոսում եմ 3 ամիս, հա, շնորհակալություն։ Շնորհակալություն, քեզ հաճույքով կարելի է լսել տարիներ Լևոն ջան, հենց որ առաջիկա 5 տարին պատրաստվի, որ շատ խոսալու ես հավաքանիում, հույս ունեմ նաև որպես քաղաքապետ։ Հիմա խոսք ուզում եմ փոխանցել Ստեփան Սաֆարյանին, անվտանգային եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն եւ մեր ակտիվ աջակիցներից նաեւ Եվրոպայի։
Շնորհակալ եմ բարի օր բոլորին, կաշխատեմ մի փոքր աշխուժացնել դահլիճը, որովհետև այս քաղաքի հետ շատ հաճելի եւ նաեւ հետաքրքիր հիշողություններ ունեմ։ Ու նաեւ ես էլ ուզում եմ իմ սիրելի Գյումրիին, մեր հայրենակիցներին բոլորին շնորհավորել երեք կատարված քվեարկության համար, որովհետև դա ժողովրդի որոշումն էր, դա ժողովրդի ընտրության մասին որոշումն էր, եւ ես նույնպես այն համարում եմ ինձ համար անձնական տոն, հաջողություն, որովհետև 2004 թվականը կլիներ Հովսեփը հավանաբար պիտի հիշի, երբ անդամակցել էինք այդ պահին չէինք անդամակցել, բայց Ժառանգություն կուսակցության համար պատրաստում էինք ծրագիրը, եւ թերևս առաջին անգամ քաղաքական կուսակցության ծրագրում խիզախորեն դրվեց Հայաստանի Եվրոմիությանը Հայաստանի լիարժեք անդամակցության նպատակը ինձ համար, Հովսեփի համար, այստեղ նստած շատ ընկերների, այդ թվում Լևոնի, քաղաքասարակության մյուս այլ անդամների, ովքեր այդ տարիներին մեր հետ միասին էին, տարբեր դաշտերում, տարբեր ուրեմն կարգավիճակներում, երկար սպասված ճանապարհ, երկար սպասված հանգրվան էր, եւ ցավում եմ, որ դա այսքան տարիներ խլեց Հայաստանից։ Դրա հասկանալը, դրա կարևորությունը, անվտանգային զարգացման, ապագա ունենալու, երեխաներին հայրենիք թողնելու, պետություն, անգամ պետականություն թողնելու առումներով, ցավոք սրտի դրա իմաստը, նշանակությունը հասկացրեց միայն ու միայն մեծաղետից հետո, որը մեզ վրա հասավ 20 թվականին, եւ դրա համար կրկնում եմ իմ համար էլ անձնական այն մեծ ձեռբերում էր, նվաճում էր, տոն էր, եւ թերևս նաեւ այդ ամբողջն էր պատճառը, որ ես իմ կամքին հակառակ իդեպ, բայց ի բարեբախտություն ինձ կապեցի Գյումրիի հետ, որովհետեւ 2007-ին ընտրվելով համապաստական ընտրակարգով պատգամավոր, դեզանը շատերը կհիշեն, այնուամենայնիվ մենք կցվեցինք տարբեր մարզերին եւ իմ կուսակցությունում ինձ չկցեցին իմ հարազատ մարզին Տավուշին, այլ կցեցին Շիրակի մարզին, Գյումրի քաղաքին, եւ ես պատիվ եմ ունեցել 5 տարի գալ այստեղ ամենամիս ընդունելություն կազմակերպել, գալ այստեղ ձեր հետ միասին, ուրեմն այդ վախի մթնոլորտում, այդ սարսափի մթնոլորտում, այդ կեղծիքի մթնոլորտում ձեր հետ միասին քայլել շեղբի վրայով, երբ երկու մրցակից տեխնատուների բանդաները միմյանց վրա զենք էին պահում, երբ ահաբեկվում էր մի ամբողջ քաղաքի բնակչություն քվեարկելու կոնկրետ ձևով, կաշառվում էր մի ողջ քաղաքի բնակչություն ուրեմն ստրկացվելու եւ իր քվեն հանձնելու համար, մենք այդ բոլորը անցել ենք այս քաղաքի խիզախ քաղաքացիների հետ միասին։ Եվ գիտեք, ինձ համար զարմանքը, ես առաջ անգամ Գյումրի այցելել եմ 2007 թվականին, պիտի չթաքցնեմ, բարեկամ չունեինք եւ առաջին անգամ երևի քաղաքական գործունեություն էր, հասարակական գործունեությունն էր, туриզմը դες զարգացած չէր, որ գայր մի հյուրատուն լիներ, քաղաքները վիճակում չէր, դուք ինձանից լավ գիտեք, որովհետեւ ես առաջինը մտել եմ այս քաղաք, մեր հայրաքաղաք, ու ապշել, որ կարող է նման բան լինել 88 թվականի ավերից հետո դեռևս լինել ու ապրել, ստեղծագործել, քայլել աղետի գոտում եւ աղետի գոտու մեջ ու աղետի հետևանքների մեջ։ Հիմա այդ նույն տեխնատուները մի խնդիկ են եղել, մի քեֆ, մի ուրախություն, նայում ես դեպքերի ջպիտը չի պակասում, կատակում են, ստում են, կեղծում են, ձերբարդում են, ասես իրենց ժամանակ չի եղել, ասես իրենք հաշվետու չեն, իրենք պատասխանատու չեն այն ամեն ինչի համար, ինչը որ պիտի արվեր դեռևս տասնամյակներ արված այս քաղաքի համար, որտեղ ասֆալտը, չգիտեմ, որ թվականին են իմացել, թե ինչ բան է, նկատի չունեմ խորհրդային շրջանը, բայց անկախությունից հետո, որտեղ ուղղակի չեն տրտնջացել, չեն կախվել ոչ մեկից, ոչ
դոմիկներում ապրող բնակիչների մեծաթիվ թվի համար, ոչ քաղաքի, երկրորդ քաղաքին չպատշաճող վիճակի համար իրենք այդպես է պահել իրենց վիլլաներ, իրենց տղյակներ, իհարկե ոչ, նայեք, վեր են խոյանում, այստեղ բոլորը մի հարկանի են, կողքը երկու հարկանի է, բոլորը գիտենում է պատկանում դա, ինչպես է դա աղավաղում այս Նվարդ Մանասյանին հիացրած և բոլորիս հիացրած այս փողոցի տեսքը բոլորը գիտեն, առանց ամոթի կարող են ուղղակի դուրս գալ տեսախցիկների առաջ, դուրս գալ մարդկանց առաջ և այո, առանց մեղքի զգացումի, առանց մեղայականի հավակնել նորից քաղաքի պաշտոնը։ Տալ Աստծո անունը, այո, և դրա համար և այս ամեն ինչը պատմում եմ, որովհետև այս ամեն ինչի վկան մենք բոլորս ենք եղել, նաև ես եմ եղել, ձեր հետ միասին, ձեզանից քիչ, բայց ամիսը մեկ անգամ, երբ գալիս էի քաղաք, ընտրողների հետ հանդիպման, երբ գալիս էինք Գալա հեռուստաընկերություն պաշտպանելու Լևոնի և մյուս խիզախ ընկերների հետ միասին այդ հեռուստաընկերությանը փակվելուց, որպեսզի ընդդիմադիր խոսք լինի, որպեսզի Լևոնի և նրա այլ արժանապատիվ ընկերների հետ միասին Գյումրիում պահվի խոսքի ամբիոնը, ազատ խոսքի ամբիոնը, որ այս քաղաքում տոտալ բռնատիրություն չլինի, այդ ամեն ինչ անցել ենք բոլորս, և այդ ամեն ինչում գիտեմ Լևոնը փայլում է իր համեստությամբ իր մասին չի խոսում, ես դրա համար եմ հատուկ շեշտում, թե ինքը ինչ է արել, կամ ես չեմ մոռանա, որ նույն վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների համար կայացված որոշման դեմ Գյումրիում ներընթուզումը, որում նաև անուրանալի էր Լևոնի ներդրումը, Լևոնը միշտ կանգնած է եղել, Լևոնը միշտ ձերն է եղել, այնպես չի, որ հիմա է բուկլետների վրա գրված ձեր Լևոնը, Լևոնը միշտ ձերը և մերն է եղել, կամ նույնը Լևոնը համենայն դեպս ապրիլի 23-ին 18 թվականի ապրիլի 23-ին 3-4 ձերբակալվածներից մեկն էր, Նիկոլ Փաշինյանին ուրեմն ձերբակալել էին և տեղափոխել էին հասարակության համար անհայտ վայր, Լևոնը, Արմեն Գրիգորյան, Դավիթ Սանասարյանը ձերբակալվել էին բնականաբար խաղաղ ուրեմն հավաքի մասնակցելու մեղադրանքով, Լևոնը առաջնագծում է եղել միշտ, Լևոնը լիդեր տղա է, ձեր Լևոնը, մեր Լևոնը առաջնորդ է, Լևոնը երբեք չի ընկրկել ամենամեծ մասշտաբի անգամ անարդարությունից և անկախ դրանից Լևոնը պիտի հիշի Գյումրիի քաղաքապետի ընտրությունների երկու թիմերի միջև, երբ անգամ քայլելը նրանց թաղամասերում վտանգ էր։ Եվ Լևոնը, ես և նաև այլ խիզախ մարդիկ, այդ ամեն ինչը տեսել ենք, ապրել ենք, հետո ինչ որ Լևոնը այսօր չի ասում, հայ դեպ եղբայրս նաև մեծագույն պատիվ ունեմ հպարտանոլ Իրանով, որովհետև ինքը շինարարական մեծ կազմակերպություն է ղեկավարում և ղեկավարել և 88 թվականից վերադարձել է Գյումրի, երկար տարիներ կառուցել է այս քաղաքը, իրան թույլ չի տվել մի անգամ ասես Գյումրի քաղաք կառուցել եմ, ասենք հիմա ինչ որ թեկնածու հայտարարում է, որ ինքը քաղաք կառուցել է, ոչ Քրքորյանի փողերը, ոչ պետության բյուջեի միջոցները, ոչ միջազգային կազմակերպությունից ստացված վարկերը, որոնք վճարում ենք ձեր հետ միասին սիրելիներս և վճարելու են մեր զավակները, ոչ բարերարները, ոչ այն շինարարական ընկերությունները, որոնք այդ ամեն ինչը նյութականացրել և վերենացրել պատմական շենքերի, ինքը կառուցել է, պատկերացնում եք։ Դրա համար, գիտեք, այս ամեն ինչը ինձ համար զվարճալի կլիներ, եթե ես չտեսնեի, թե ինչպես է սուտը, կեղծիքը, զորբայությունը, լացիրակությունը և ամեն ինչ սկսում վերադառնալ, եթե մենք մի պահ տեղի տանք։ Ես դա տեսնում եմ։ Եվ դա թող տեսնեն բոլոր գյումրեցիները։ Չէի ուզենա ասել բարի ճաշակում այդ ամեն ինչին, որովհետև դա բացարձակապես իմ եղբայրներին և քույրերին այսպես ուղղված ամենևին բարի խոսք կամ պատճաճող խոսք չի լինի իմ կողմից, բայց այո, ընտրությունը շատ ճակատագրական է։
Այո, 2018-19-ի ոգևորության ընտրություններից հետո չեմ ուզում ասել, թե վակողել ենք հիասթափության ընտրություններ, բայց սթափության ընտրություններ են սրանք։ Սրանք սթափության ընտրություններ են։ Եվ այս ընտրություններում թերևս չափազանց կարևոր է թույլ չտալ երկշրջել անիվը, այն փոփոխությունները, որոնց համար պայքարել է հասարակությունը ողջ Հայաստանում եւ քաղաքացիական հասարակության շրջանակներում պայքարել տարիներ, կյանքի լավագույն տարիները դրել, ինչպես Լևոնը իր երիտասարդության լավագույն տարիները մոնիտորինգի, հակակշռման, թափանցիկության ապահովման եւ այլ գործերում։ Ես ինձ հուշում եմ, որ ես պիտի ավարտեմ, ուղղակի հետեւյալն ասեմ, սիրելի գյումրեցիներ, նրանք, ովքեր դժգոհ են իշխող կուսակցության կամ նրա թեկնածուի կառավարումից եւ ուզում են տեսնել մեծ արագություններ, մեծ պրոֆեսիոնալիզմ, Հովսեփ Խուշուջյանը հիշեցնում է ծրագիր չգրելու կարողություններ, ես ձեզ ասեմ, Լևոնը նաեւ այդ դաշտը մրցակիցը չունի, բոլոր ներկա թեկնածուների մեջ, որտեղ նա լավ գիտի ինչ բան է fundraising, նա լավ գիտի ֆոնդի հայթայթման ձևեր, ծրագիր գրել եւ այլն, եւ այս առումով, եթե գյումրեցին, որը այո, կանոնած է դեռևս 18 թվականի փոփոխության կողքին եւ ուզում է մեծացնել արագությունը, ապա ձեր լավագույն թեկնածուն միևնույնն է, առանց այլընտրանքի Լևոնն է։ Նրանք, ովքեր հուսահատված են, հիասթափված են եւ ուզում են ընտրել որևէ դիմադիր թեկնածուի, ապա եկեք ես ձեզ մի բան բացեմ փակագծերը։ Դուք կատարելու եք այն, ինչ ուզում է իշխանությունը, որտեղ ես օրեր առաջ եմ գրել։ Եթե Գյումրին ունենա անցյալից եկած որևէ նախկինի որպես քաղաքապետ, նրա առջև ընդամենը մեկ անգամ այս իշխանությունը կամ քննիչը բացելու է քրեական օրենսգիրքը եւ դա հանկարծ չմտածեն այդպես քվեարկող ընտրողները, որոնք ընտրում են հակակշիռ այս իշխանությանը։ Նրանցից որևէ մեկը իրենց գլխին թափված քրեական հոդվածների տակ չի լինելու ընդդիմադիր այս իշխանությանը։ Այս իշխանությանը կարող է այլընտրանք, հակակշիռ, ընդդիմություն լինել մարդ, որը չունի ապօրինի գույքեր, չունի հանցագործություններ, չունի որևէ կոմպրոմատ, հետևաբար մնացած բոլոր թեկնածուների էջերը փակեք, քվեաթերթիկները վերցրեք եւ դրեք այն կողմ։ Դուք ունեք անգամ դուք, եթե դժգոհ եք ներկա իշխանություններից կամ նրանց թեկնածուից, միևնույնն է, ձեր համար ընդդիմադիր թեկնածուի ամենալավագույն ընտրությունը էլի մնում է Լևոն Բարսեղյանը։ Եվ վերջապես, եթե դուք ուզում եք, տեսեք, մենք խոսում ենք հիբրիդային սպառնալիքների մասին, մենք խոսում ենք, որ մեր պետականության վերացման հարցում շահագրգիռ պետություններ կան, անգամ ցավոք սրտի թղթով դաշնակից, որ մեր եվրոինտեգրումը ետ շրջելու հարցում ունենք նաև հակառակորդներ, այս տարածաշրջանում դրանից դուրս։ Այդ ամեն ինչը պահողը միայն զինվորը չի, սիրելիներս։ Այս ամեն ինչը անշրջելի պահողը միայն զինվորը չի, միայն բանակը չի։ Այս ամեն ինչը անշրջելի դարձվելու է, պահվելու է եւ դրա թվեն պաշտպանվելու է նաև ձեր այս քվեարկությամբ։ Հետևաբար, եթե ուզում եք պաշտպանել Հայաստանի տեսլականի անշրջելիությունը, եթե ուզում եք քվեարկել եւ թույլ չտալ ստի վերադարձը, զորբայության վերադարձը, կեղծիքի վերադարձը, թալանի վերադարձը, շահագործման ու ստրկության եւ ֆեոդալիզմի վերադարձը, ապա մենք բոլորս ունենք մեկ ընտրություն։ Ընտրում ենք Եվրոդաշինք, համար 6, մեր եւ ձեր Լևոն Բարսեղյանին եւ իր բոլոր ընկերներին։ Հաղթանակ Գյումրիին։ Ուզում եմ ավելացնեմ, որ Լևոն Բարսեղյանը նաև եղել է Մերժի Սերժին նախաձեռնության ակունքներում եւ շատ հետաքրքիր է, որ այսօր նորից ստիպված ենք էլի նախկին թալանչիների դեմ պայքարել, որովհետև մեր գործող իշխանությունների ձեռամբ այդ թալանչիները ոչ թե այն տեղերում, որ
տեղերում են, որտեղ իրենք արժանի են, այլ եկել են ընտրություններին են մասնակցում։ Ինչ որ ճոռոմ բաներ են պատմում, ինչ որ, չգիտեմ, արժեքներից են խոսում, ինչերից են խոսում։ Եվ գործող իշխանության պատասխանատվությունը նաև դրանում է, որ չի ավարտել այն հեղափոխության կարևորագույն նպատակները, որի համար մարդիկ ոտքի կանգնեն 18 թվականին։ Ոչ միայն չի ավարտել, այլ շատ դեպքերում նաև հակառակ ուղղությամբ է գնում։ Եվ վեթինգի, լյուստրացիայի պահանջը նաև Լևոն Բարսեղյանն է մշտապես առաջ մղել մեր հետ միասին։ Այո։ Խոսքը փոխանցում եմ Անահիտ Ադամյանին, Հանրապետություն կուսակցության անդամ, ներկայացուցիչ, փորձագետ, հասարակական գործիչ, համեցեք Տիկին Անդրանյան։ Ես ուզում եմ նախ բոլորիդ շնորհակալություն հայտնել, որ այսօր հավաքվել եք այստեղ։ Անկեղծ ասած, երեք երբ ծանոթացա, թե ինչ թեմա պիտի ունենա այսօրվա խորհրդաժողովը, բացարձակ այլ ելույթ էր մտքովս անցնում։ Ես ուզում էի հերթական անգամ կարևորել Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելը, նույնիսկ մտքովս անցել էր Հուլիոս Կեսարի շատ հայտնի նշանաբանը «Ալեա ջակտա էստ» վիճակը նետված է, անցել ենք Ռուբիկոնը։ Այ հիմա դուք գյումրեցիներդ եք կանգնած Ռուբիկոնի առաջ։ Անցնելու եք։ Եք այստեղ մի քանի փորձեր եղան հարցին պատասխանել, ինչու պետք է ընտրել Լևոն Բարսեղյանին։ Ու ես հանկարծ ես մի ժամ նստած մեջս զգում էի, որ շատ բուռն ցանկություն է առաջանում վեր կենալ, ամեն ինչ դնել մի կողմ ու հարցազրույց անել Լևոն Բարսեղյանի հետ։ Ես երբ լրագրող էի, հարցեր էի տալիս, որոնց պատասխանները շատ լավ գիտեի։ Ու եթե հանկարծ ինչ-որ մեկը տալիս էր այնպիսի պատասխան, որ իմ իմացած պատասխանից շեղվում էր, մարդը դառնում էր իմ ուշադրության կենտրոնը։ Ես սկսում էի նրան արդեն բացարձակապես ինքս համար էլ անկանխատեսելի հարցեր տալ։ Հիմա ուզում եմ, որ այդ անկանխատեսելի հարցերը դուք ձեզ տաք։ Ինչու եք ընտրելու Լևոն Բարսեղյանին։ Դուք Լևոն Բարսեղյանին ընտրելու եք, որտեղ ընտրելու եք ինքներդ ձեզ։ Ես կարծում եմ ինքներդ ձեզ ընտրելով լուծելու եք ձեր քաղաքի հարցերը։ Լսեք, հերիք է էլի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դարձնել քաղաքական ընտրություն։ Խփեք ինձ քարով ինչով կուզեք, բայց Գյումրին Հայաստանի Հանրապետությունը չի։ Գյումրին առանձին պետություն չի։ Եվ Գյումրու ընտրությունները դարձնել համապետական ընտրություն, գնալ Ռուսաստանի Դաշնության հետ ինչ-որ, չգիտեմ, վարկեր, ծրագրեր կազմել, բերել այստեղ ձեզ խաբել, տնտեսական գոտի հիմնել, էլ չգիտեմ ինչ սուտ խոստում տալ։ Լավ, դա առաջին հերթին նշանակում է, դու ինքդ քեզ ես խաբում, երկրորդը խաբում ես այն մարդուն, որ պետք է քեզ ձայն տա։ Լավ մի օր ես խաբում, երկու օր ես խաբում, երեք օր ես խաբում, չորրորդ օրը ում աչքն ես հանելու դրանով, ինքդ քո։ Ահա, իմ ասածն էլ հենց դա է, հերիք է, բացենք մեր աչքերը։ Կրկնում եմ, Լևոն Բարսեղյան ընտրելով, ընտրում ենք ինքներդ ձեզ, ընտրում ենք ինքներս մեզ, որտեղ ոնց ուզում եք վերցրեք, ինչ ուզում եք ասեք, ընդլուսնյա աշխարհում ոչ մի նոր բան չկա։ Ու Հուլիոս Կեսարը 1000 անգամ, 1000 հոգուց ավելի ճիշտ էր, ալեա, ջակտա, էստ, վիճակը նետված է, գնացեք ու ընտրեք Լևոն Բարսեղյանին, ու շատ եմ խնդրում, այնպես արեք, որ երբ ապրիլի 1-ին, ձեր տեղական ինքնակառավարման մարմինների Գյումրու ավականու ընտրությունների արդյունքները հայտնի դառնան։ Չասեմ էլի ապրիլի 1-ի ինչ օր է, դուք ձեր ընտրությունը լուրջ համարեք։ Շնորհակալություն, խոսքը փոխանցում եմ Եվրաքվեի ակտիվ մասնակից, քաղաքագետ Հարություն Մկրտչյանին, համեցեք։ Շնորհակալություն, սիրելի գյումրեցիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, երբ որ մենք Եվրաքվեն էինք նախաձեռնում,
Շրջանակներ կային, որ մեզ ձեռ էին առնում։ Շրջանակներ կային, որ պիտակավորում էին նախաձեռնությունը, անվանարկում, էլի ինչ անուն ասես չէին կպցնում։ Մի մասը դրանց գնաց խորհրդարան եւ կողմ արտահայտվեց, կողմը լալով, դեմը լալով հայտնի այդ սկզբունքը որդեգրելով։ Մի մասն էլ այսօր Գյումրու ընտրություններին ակտիվացել է եւ նույն գործելավոճն է որդեգրել ու փորձում է ձեր Լևոնին, Լևոն Բարսեղյանին եւ Եվրադաշինքին հավասարեցնել կրիմինալների, ուզուրպատորների, իշխանազավթների, չգիտեմ, թալանչիների եւ մնացած այլ արատավոր երևույթներ, արժեքներ կրող անձանց հետ։ Գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդը հանրապետության վարչապետը երբ որ Գյումրի էր եկել եւ բոցաշունչ ելույթ էր ունենում Միշիկը, Սերժիկը, Ռոբիկը, Սաշիկը, կորցրած Չակուճը իմ մոտ հարց էր առաջանում։ Կարող է Նիկոլ Փաշինյանը այդ ելույթի ավարտին կոչ անի, հաջորդ օրը առավոտյան ժամը 11-ին հավաքվել կառավարության շենքի առաջ եւ պահանջել գործող վարչապետի հրաժարականը։ Տպավորություն է ստեղծվում ինձ մոտ, որ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանն է Գյումրիում խոսում։ Կամ լավ 2018-ի հետհեղափոխական Նիկոլ Փաշինյանն է մեզ հետ խոսում։ 7 տարվա իշխանություն ունեցողը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամկետի 100% սպառած, Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան զույգի իշխանության 70% ժամկետի առումով սպառած իշխանությունը այլևս իրավունք չունի մեզ վախեցնել ուզուրպատորներով, թալանչիներով, չգիտեմ, կրիմինալներով, զուգահեռ իրականության մեջ անգամ անթակույց ներկայացնի, որ իր համար ամենահարմար ընդդիմությունը իհարկե եւ վերևից Աստծո կողմից տրված պարգև է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգի կողմից եւ նրան աջակցող կամ նրա սատելիտ ուժերից կազմված ընդդիմությունը։ Այս ամեն ինչի վերջը, սիրելի գյումրեցիներ, դուք ինքներդ պիտի մեկնարկը տաք Գյումրուց եւ սա պետքա տարածվի ողջ հանրապետությունում։ Մեզ համար այլևս անընդունելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար անընդունելի է այս նախկին ներկա փուչ խոսույթը։ Չակուճ եք ուզում, չակուճ տվեցինք, մեղ եք ուզում, մեղ տվեցինք։ Հիմա ինչ եք ուզում։ Եվս 17 տարվա իշխանություն, որ ինչ անեք, բռնեք, բաց թողեք։ Գյումրու ընտրությունների նախընտրական այս թողուբոհի մեջ մեկը կա առավոտից երեկո ինչ-որ տաղայական խոսակցություններ ա տանում, գողական ա գնում, չգիտես ինչ անում։ Նախ դու բարի եղես, որ երեկոյան արի բանավեճի։ Այդ խոսակցությունից գնացողը, խոսակցությունից փախնողը Փողոցում ինչ են ասում այդ մարդկանց, լավ։ Եթե այդ եք ընտրել, այդ լեքսիկոնը, այդ բառախումբը, այդ մակարդակի վրա եք տանում, եկեք։ Ինչի՞ չեք գալի բանավեճի։ Ինչ եք փախնում։ Քանի իրավապահ համակարգը ձեր ականջից թղթով բռնած ձեզ գաղութ չի տարել, այսօր երեկոյան եկեք բանավեճի։ Ընտրակաշարք են բաժանում։ Ինչի՞, որովհետև իշխանությունը չի տվել նախկինին քաղաքական եւ իրավական գնահատական։ Գողերը, ուզուրպատորները դարձել են իրենց համար հարմար բոքսի տանձիկ ներողություն արտահայտությանս համար։ Վերջ եք դնել մի վերջո այս ամեն ինչի, սիրելի գյումրեցիներ, թե ոչ։ Թե շարունակելու ենք այն իրավիճակը, ինչ որ ունենք խորհրդարանում 2021 թվականից հետո, ձեզ վառ օրինակ Որ մեկից դուրն է գալիս այդ խորհրդարանը կամ այդ պատկերը աղմուկ, աղաղակ, հայոյանք, փոխադարձ վիրավորանքներ, թուրք, ադրբեջանցի, չգիտեմ ինչ, հողատու, դավաճան, ուզուրպատոր, լավ ինչքան էս երկրի պրոբլեմները ով պիտի լուծի։ Պրոբլեմներն ով պիտի վերհանի ու այդ պրոբլեմների լուծման հետևից գնա, ծրագրային առաջարկներով ով պիտի հանդես գա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այստեղ այնպես մի
գարան դիմակը հակելու, ասում է դե մենք ինչ անենք, ոնց ինչ անենք։ Բալասանյան դաշինքի հետ եղել եք կոալիցիոն իշխանություն։ Խոստումներ չունեիք տված։ Չեք կատարել, բարի եղեք գոնե բացատրեք ինչի չեք կատարել։ Բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Դե նախկինների մասին խոսք չկա, նրանք մեղավոր են։ Ես ակնկալում եմ, որ Գյումրին ինչպես 2018 թվականին եղավ խորհրդարանշական այդ մեկնարկային քաղաքը Հայաստանի Հանրապետությունում փոփոխություններ բերելու, այնպես էլ պետք է լինի այն բեկումնային կետը այդ փոփոխությունները իրավամբ գործնական փուլ տեղափոխելու։ Տարված չագուջը մարդիկ կորցրել են կամ խորը դարակում պահել են, որպեսզի հարմար առիթի դեպքում հանեն ու գլխներին շարախ կասնեն։ Ձեզ մոլորեցնեն։ Նախկին ներկա այդ շրջապատույտի մեջ պատտեցնեն եւ հավաքական առումով բոլորիդ կծեն։ Քաղաքացին պիտի պահանջատեր լինի, երբ որ 2018-ին հեղափոխությունը եղել էր, ես ամենայն դեպս որքան էլ որ աջակցում էի, որքան էլ որ առանձին դեպքերում աջակցել եմ եւ գուցե երբ որ Հայաստանի Հանրապետությանը արտաքին վտանգ սպառնա եւս աջակցել, բայց ես անընդհատ շարունակաբար քննադատել եմ օրվա իշխանությանը։ Ինչու՞։ Որովհետեւ եթե չես քննադատում, եթե քաղաքացին խորը չի շնչում օրվա իշխանության ծորձորագին, այդ իշխանությունը սկսում է կտրվել իրականությունից։ Իրան թվում է, որ ինքը ամեն ինչ ճիշտ է անում։ Իրան թվում է, որ ինքը խոստումներ չուներ տված։ Ամբողջությամբ բառն օգտագործվել կամ չէր օգտագործվել։ 3 տարվա մեջ մոռանում են քանի անգամ են այդ բառն օգտագործել ու ինչ միջավայրում են օգտագործել։ Գործը բացահայտված է, ամբողջությամբ է բացահայտված, լրիվությամբ է բացահայտված, հետո սկսում են բացատրել, թե այդ ամբողջությամբ բառը ինչ կոնտեքստում էին օգտագործում։ Բայց մենք բոլորս գիտենք, չէ՞, ինչ կոնտեքստում էինք 2018-ին դուրս եկել փողոց ու ինչ էինք պահանջում, ինչ էինք պատվիրում։ Մենք Եվրաքվեին մասնակցելով, մեր ստորագրությունը տալով գիտենք, չէ՞, ինչ պատվեր ենք իջեցրել իրենց։ Պետք է հետևողական լինել։ Պետք է սկսել Գյումրիից, լավագույն հնարավորությունն անձեռվե մեզ։ Ձեզ մասնակցել ընտրությունների եւ ձեր քվեով իրենց պատասխանը տալու։ Շատ բան չկա անելու, պետք է ուղղակի մարտի 30-ին դուրս գալ, արթնանալ ու գնալ ընտրությունների, սա ամենակարևոր խնդիրն է։ Վերջին տարիների թե համապետական ընտրությունները, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց են տվել մեզ, որ մասնակցելիության խնդիրը ամենալրջագույն խնդիրն է։ Անտարբեր մի մնացեք, սիրելի գյումրեցիներ։ Եթե անտարբեր մնացիք, ուզուրպատորներն ու իշխանազավթները, թաղային հեղինակություններն ու կրիմինալ տարերը քաղաքական իմպոտենտների հետ իշխանություն են կիսելու։ Ու ձեր քաղաքի խնդիրները այդ կոպիտ, բռի, բառապաշարի, բառաֆոնդի մեջ կորելու է ուղղակի։ Մենա ազգային ժողովում աշխատում են իբր թե 4 տարի։ Նրանք աշխատավարձով ընդդիմություն են աշխատում, հայհոյում փողով, պետական բյուջեից վճարվելիք փողով։ Նրանք այդ հակադարձում են այդ հայհոյանքին, առանձին դեպքերում ազատություն են տալիս ձեռքերին։ Էս ենք մենք ուզում։ Շատ լավ խոսք կա, ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ես ուզում եմ, որ գյումրեցին գիտակցի, թե ինչ ընտրության առաջ են իրեն կանգնեցրել, ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Մեկը հայտարարում էր, ասում ենք լավ, գուցե նորաթուխ կուսակցականը չի հասկանում ինչ է ասում, ամեն դեպքում դրվում էր պաշտոնական էջին, փորձում էինք մարսել։ Բայց չէ, սա գիտակցված, ծրագրված քաղաքականությունը, քաղաքական ողջ դաշտը բևեռացնել, դնել ձեզ վատի եւ բաթարագույնի միջև ընտրության առաջ։ Բայց իրական այլընտրանք կա։ Այդ այլընտրանքը դուք եք ծնել, դուք եք ստեղծել։
լավագույն զավակները պատրաստ են ծառայել թե Գյումրիում, թե համապետական մասշտաբով։ Ձեզանից պահանջվում է գնալ, մասնակցել, քվեարկել եւ տեր լինել ձեր քաղաքին։ Իրավամբ տեր լինել։ Այնպես որ ես կոչ եմ անում ձեզ ամսի 30-ին ձեր բարեկամներին, ձեր ընկերներին, ձեր հարևաններին, բոլորի կոչ անեք, որպեսզի տանը չնստեն, անտարբերություն չցուցաբերեն, դուրս գան այդ կես ժամ 40 րոպեն հատկացնեն, հասնեն ընտրատեղամաս, ընտրությունը կատարեն, գան, ում ուզում եք ընտրեք այս դեպքում ժողովուրդ, բայց անտարբեր մի եղեք, գնացեք ու մասնակցեք ձեր քվեով, կողմ եղեք, կուզեք կողմ եղեք կրիմինալի, եթե կուզեք, լավ, եթե եկել է այդ աստիճան բաց խոսելու, կուզեք կողմ եղեք ուզուրպատորի, բայց մասնակից եղեք։ Մասնակից եղեք, որպեսզի մենք էլ հասկանանք, դուք ինչ եք ուզում։ Ես վստահ եմ, որ դուք այն ինչի համար կանգնել եք 2018-ին, դա եք ուզում։ Ուզում եք, որ դա իր տրամաբանական ավարտին հասնի։ Կատարողները բավարարել են ձեր պահանջները, մեր պահանջները, իհարկե ոչ։ Հավաքական առումով խաբել են բոլորիս, պտտեցրել են, մոլորեցրել են։ Հիմա էլ ասում են, եթե մեզ ձայն չտակ, մնացած ութից որևէ մեկին ձայն տակ, տալիս եք թալանչիներին ձեր ձայնը, տալիս եք, չգիտեմ, վարդանիկներին, մարտունիկներին, կաշառք բաժանողներին ըստ երևույթին։ Լավ, դուք այսքանից հետո գոնե պատկառելիություն ունենալու եք, կանգնեք ու ներողություն խնդրեք։ Գյումրեցուց, ինչու ոչ մեզանից։ 7 տարի շարունակ ես գրեթե հարցազրույց չկա, որ ամեն հարցազրույցի ժամանակ արդարության ու արդարադատության հաստատման խնդիրը առաջ չքաշը։ Մայլ հատիկ առ հատիկի փուչի կա փչվում։ Թե բա հատիկ առ հատիկ։ Քանի հատ այդպիսի նախկին հանրապետական բերեմ, որ հատիկ առ հատիկ քաղաքացիական պայմանագրի շարքերն են համալրել։ Քանի հատ տեղական բդեշխի կալվածք եւ, չգիտեմ, դղյակ բերեմ, որ հատիկ առ հատիկի շահառու չի դարձել։ Շատ բան իրականում չկա խոսելու։ Պետք է գնալ, ընտրատեղամասում բոլորի պատասխանը տալ։ Ու ասել հանգիստ, ինչպես կասեր դասականը, վերընկեք տեղներդ։ Շնորհակալություն։ Լավ ալիներու։ Ես հարությունի թույլտվությամբ ավելացնեմ իր ֆիրմային ասույթը։ Շատ լավ ալիներու, ժողովուրդ ջան։ Շատ ավելի լավ ալիներու, եթե ճիշտ ընտրություն անեք։ Իսկ հիմա խոսքը տալիս եմ Հարութ Կալաջյանին, ով Պրո-Արմենիա հասարակական կազմակերպության ղեկավարն է, Եվրաքվեի ակտիվ մասնակից։ Համեցեք, պարոն Կալաջյան։ Հարգելի ներկաներ, սիրելի գյումրեցիներ, ժողովրդավարության մեջ մեծամասնությունները հնարավորություն ունեն իրենց ցայնը լսելի դարձնելու ու եթե հավատքով եւ իրադեսական քայլերով աշխատեն, կարող են մի օր դառնալ մեծամասնություն։ Ամիսներ առաջ ճիշտ այդ հասկացությամբ սկսվեց 60,000 քաղաքացիների Եվրաքվեի շուրջ շարժումը, որը երեք ազգային ժողովում իշխող մեծամասնությանը ընտրած 100,000-ավոր ցայների հետ դարձավ ժողովրդային կամք ու պատմական որոշում, այլ խոսքով սահմանադրական օրենք, որը միտված է գործնականորեն ու անհավաղ մեկնարկելու Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը։ Այժմ Հայաստանի գործադիր իշխանության բարդավորությունն է, որ առաջիկա դարիների ընթացքում հաստատութենական դկնաճան աշխատանքով փոխվարչապետի ղեկավարությամբ կամ այլ ձևաչափով, ինչպես նաև
արնչագից նախարարությունների հետ կորձակցապար Հայաստանի տնտեսությունը, ժողովրդավարությունը, բանակաշինությունը եւ ժողովրդային հոգեբանությունը բացատրել, համացայնեցնել եվրոպական մագարտակներին։ Երկրորդ հարցը, որի մասին ուզում եմ արտահայտվել, նույնպես գաբ ունի ժողովրդավարության հետ, եւ դա Գյումրիի համայնքապետական ընտրություններն են։ Սիրելի գյումրեցիներ, ընտրապայքարի ընթացքում ականատես եղանք իշխող մեծամասնության պատկանող մի խմբակի կորձելավոճին, որը մեկնելով կուսակցական շահերից ու թացը չորի հետ խառնելով փորձում էր խաղալ երկբևեռացման բարակդիչ մարտավարությունը այն ակնկալիքով, որ դարձյալ գարկելակվի այլընտրանքի կալուստը։ Եվրատաշինքը եւ մենք հավատում ենք, որ նախկին ու ներկայի կամ սև ու սպիտակի իրողություններից անթիլ գոյություն ունի նաև ապակայի այլընտրանքը, որ Լևոն Պարսեղյանն է ու իր թիմը, որոնց թիկունքին կանգնած են Եվրատաշինքը իր 3 ինքնուրույն կուսակցություններով, հասարակական գազམ་ագերբություններ եւ պետականամետ փորձակետներ, ովքեր միասնապար ցկտում են, որ Գյումրին դառնա առաջնագար քաղաք եւ Լևոն Պարսեղյանը իր փորձով ու հմտություններով մեծամասնություն ապահովի ավականիում։ Արդը այս համաժողովի ջամփով, սիրելի գյումրեցիներ, հորդորում ենք բոլորիդ, որ առաջիկա գիրակի գնաք ընտրադեղամասեր ու կվերգեք Գյումրիի դարդերով դակնաբող Լևոնի օգտին։ Շնորհակալություն։ Այժմ ուզում եմ խոսքը տալ Վահրամ Աթանասյան, մեր պետական գործիչներից Արցախի առաջին խորհրդարանի անդամ, պարոն Աթանասյան, համեցեք խոսքը ձերն է։ Շնորհակալություն ուշադրության համար եւ այս երկու բառը ասելու հնարավորություն ձեռելու համար ես կուզենայի կարճ մի քանի նախադասությամբ իմ այստեղ լինելը բացատրել եւ իմ խոսքը ասել առաջիկա Գյումրիի հավաքական ընտրությունների կապակցությամբ։ Ես այստեղ եմ, որովհետեւ այստեղ են իմ ընկերները, շատերի հետ երկար տարիների եւ քաղաքական գործունեության եւ լրագրողական աշխատանքի ընդհանրություն ունենք, ուստի իմ պարտքն եմ համարել որպես գործընկեր եւ գաղափարակից այսօր ներկա գտնվել այստեղ։ Ինչ վերաբերում է Գյումրիի առաջիկա կիրակի ակնկալվող սպասվող ընտրություններին, ապա ես հակիրճ ասեմ, որ իմ ընկալմամբ դա լինելու է քաղաքակրթական ընտրություն առաջին հերթին, ընտրություն ժողովրդավարության եւ չասեմ բռնապետության, բայց ոչ օրինականության, ոչ օրինական համակարգի միջև, նայելով առաջադրված տեխնացուներին, լսելով նրանց նախընտրական այսպես ելույթները եւ այն արձագանքները, որ ստանում ենք արտաքին աշխարհից, այս ընտրության կարևորությունը ել ավելի է մեծանում, այն իմաստով, որ եթե Գյումրիի քաղաքապետի ընտրություններին միջամտում է երկրորդ երկրի իշխող կուսակցությունը եւ փորձում է այստեղ եղանակ ստեղծել, ապա դա պետք է գյումրեցիներին, Գյումրիի ընտրողներին հուշի,
որ իր քվեն իհարկե քաղաքային իշխանություն է ձևավորում, բայց իր քվեի արձագանքը շատ կարևոր է լինելու, շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ նրա քաղաքակրթական ընտրության համար։ Ու բնականաբար ես չեմ կարող որևէ ուղղորդող խոսք ասել, բայց այստեղ իմ ներկայությունը վկայում է, որ ես կուզենայի, որ Գյումրին իր քվեն տար Եվրադաշինքի տեխնացուի օգտին, պարոն Լևոն Բարսեղյանի օգտին, ում վաղուց գիտեն հերակա որպես ազատ խոսքի, ազատ մամուլի գործիչ, որպես մարդու, ով մշտապես եղել է Գյումրիի հասարակության կողքին, ներկայացրել է նրա ձայնը եւ ոչ միայն Գյումրիի, այլ ամբողջ Հայաստանի տեղեկատվական, լրատվական, լրագրողական դաշտում ստեղծել է որակ։ Այդ որակը այսօր պետք է ձևակերպվի որպես քաղաքական արժեք, եւ ես վստահ եմ, որ Գյումրիի ընտրողը մարտի 30-ին իր քվեն տալու է պարոն Լևոն Բաղդասարյանի օգտին, եւ մենք շնորհավորելու ենք Գյումրիում ժողովրդավարության հաղթանակը որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության գրավականներից մեկը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն պարոն Աթանեսյան, ձեր խոսքը իրոք շատ կարևոր եւ արժեքավոր։ Ես խոսքը փոխանցում եմ Արա Պապանյանին, Եվրադաշինքի ավականու տեխնացու, մաթեմատիկոս, համեցեք։ Շնորհակալություն։ Ես միացել եմ Եվրադաշինք կառույցի եւ մասնակցում եմ քաղաքապետի եւ ավական ընտրությանը, որպես ավական անդամության տեխնացու եւ դիմում եմ քեզ մի նստիչ տանը ամսվի 30-ին, մարտի 35-ին ընտրության դու ընտրելու ես քո երեխաների, քո թոռների ավական։ Ինչպես գիտեք, մեր առաջնորդը Լևոն Բարսեղյանը երբեք չի սդել, երբեք չի դժել իր խոսքը եւ գիտակից է եւ կարող է միակ մարդը, որ կարող է քաղաքը փոխել, քաղաքը տանել առաջ եւ դուք կողմ կմնալ։ Ընտրությունը կախնի է, գիտեք։ Շնորհակալություն։ Հաջորդը խոսքի համար ձայնը փոխանցում եմ Անահիտ Մկրտչյանին, Եվրոդաշինքի ավականու տեխնացու ուսանողուհի։ Ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ տեսնել ձեզանից յուրաքանչյուրին մեր այս մեծ միջոցառմանը։ Ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս մեր այս տարած մեծ հաղթանակի կապակցությամբ, որովհետև ինչպես նշեցին գործընկերներս, մեզանից յուրաքանչյուրը մեր փոքրիկ քայլով, մեր փոքրիկ ներդրումը ունենք այս մեծ հաղթանակի կապակցությամբ։ Ես իմ առաջի քայլերն եմ անում քաղաքական դաշտում եւ շատ ուրախ ու հպարտ եմ, որ հենց ձեր կողքին եմ։ Իմանալով Գյումրու երիտասարդության մեծամասնության կարծիքը, մեծամասնությունը մեր գաղափարակիցներն են եւ եթե ընտրությունները անցնի գաղափարակցական, այլ ոչ թե ծանոթ բարեկամությամբ, ինչպես ընդունված է ցավոք սրտի մեր քաղաքում, ապա մենք այս գործում կունենանք մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ բոլորիդ, հաջողություն եմ մաղթում։ Խոսքը փոխանցում եմ Արևելյան գործընկերության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպություն Շողեր միությունը ներկայացնող Հասմիկ Ասլանյանին, մեր լավ գործընկերոջը, ով նաև Եվրաքվեի ակտիվ աջակիցներից եւ մասնակիցներից է, համեցեք Տիկին Ասլանյան, խոսքը ձերն է։ Բարև ձեզ, սիրելի գյումրեցիներ եւ հյուրեր, ես կարող եմ այդպես ասել այսօրվա համաժողովի մասնակիցներին, ես շատ ուրախ եմ, որ մենք հենց այսօր գտնվում ենք այստեղ եւ կարող ենք բոլորի շնորհավորել այդ օրենքի ընդունման կապակցությամբ։ Մենք շատ երկար ենք սպասել այսօրվան, բայց իհարկե ուշ լինի, մենք նոր պիտի սկսենք իսկապես լավ աշխատել, միայն չսպասելով այդ նախագիծը, թե օրենք դարձավ, ինչ պիտի անենք, մենք բոլորս պիտի աշխատենք շատ ակտիվ։ Եվ ամենաառաջի քայլը, գյումրեցին պիտի
ապացուցի, որ ինքը արժանի է լավ ապրելու, Եվրամիության անդամ լինելու քաղաք դառնա, առաջինը։ Եվ շատ ավելի հեշտ է Գյումրի քաղաքի համար Եվրամիության օրենքներն, ստանդարտներն եւ այլն ամեն ինչը ավելի հեշտ կլինի Գյումրի համար, քան Երևանի։ Ես մյուս քաղաքներին չեմ ուզում համեմատել, բայց Գյումրեցին ինքը պիտի ապացուցի, որ իր ձայնը կարող է արտահայտել այն մարդու օգտին, որը պատասխանատվություն է վերցնում իր վրա այս դժվարին ժամանակներում վերցնի քաղաքապետի պաշտոնը։ Եվ ես շատ տասնամյակներ ճանաչելով Լևոն Բարսեղյանին կարող եմ վստահաբար ասել, որ եթե մի գործը ինքը ձեռնարկում է, ուրեմն այդ գործը մինչև վերջ հասցնում է իր նպատակին։ Եվ դա լինի փոքր, դա լինի մեծ գործ, օրենքով ամեն ինչը օրենքի տարին համապատասխան ինքը աշխատում է։ Եվ ես շատ ուրախ կլինեի, որ ես էլ ընտրող լինեի եւ ես իրեն ընտրեի։ Ես ուզում եմ վստահեցնել, խնդրում եմ գյումրեցիներին, նախ որ պետք է կեղծիքներից զերծ լինել, ընտրությունները առանց կեղծիքների լինի, դա ամենակարևոր բանն է, որ մենք արդեն ոնց որ թե հասել ենք այդ բանին, որ ընտրությունները գոնե ընթացքը։ Հիմա ինչ որ լինում է, դե կարող ենք ասել ամեն մեկը իր շահն է պաշտպանում, իր չգիտեմ ինչն է, էլի, ինչ նպատակներ ունի, աշխատի այս պաշտոնը հասցնի իր նպատակներին, էլի։ Բայց բոլորս գիտենք նորություն չի, դուք բոլորը տեսել եք բոլոր թեկնածուների աշխատանքը եւ Լևոն Բարսեղյանին վաղուց գիտեք, ու ձեզ համար պիտի ապացույց լինի, որ ինքը վերցրել է այդ բերը, որ պիտի տանի եւ բոլորիս աջակցության պիտի լինի միայն իր վրա չդնել, էլի, որ ինքը վերցրեց, դե թող անի։ Մենք միշտ մտածել ենք, ընտրում ենք մեկին, մենք մի կողմ ենք հաշվում, դե թող ինքը անի, բայց ոչ ոք ի վիճակի չի մենակ ինչ որ գործ անել, այն էլ Գյումրի նման քաղաքի համար։ Եվ ես ինքս ինձնից ինչքան հնարավոր է կօգնեմ, ինչքան հնարավոր է փոքր քայլ լինի թե ինչ, եւ իմ կյանքի բերումով շատ անգամ եմ եղել քաղաքում տարբեր ծրագրերով, տարբեր գործերով, փորձել եմ օգնել ինչքան որ հնարավոր է։ Եվ դուք էլ շատ գոհ կլինեք Լևոնին ընտրելով եւ իրեն թիկուն կանգնելով։ Ես կարծում եմ, որ գյումրեցին թասիբով մարդիկ են ու պիտի ապացուցեն այդ թասիբը այս անգամ անպայման ընտրեք Լևոն Բարսեղյանին։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցում եմ Սվետլանա Զաքարյանին, մանկավարժ եւ Եվրադաշինքի հավաքանու տեխնացու։ Բարեողջույն, մեծարգո այրեր, ակնացանք, որ դուք այսօր մեզ հետ եք, մեր կողքին, ինչու՞ չէ, մեծ պատիվ է նաև ձեր սեղմումը ձեզ հետ։ Շնորհավորում եմ երեկվա լավ լուրի հետ կապված կրկին ու կրկին։ Հաշկերի համակարգացիներ, խոսքիս մեջ չեմ լինի ճապաղ, այլ կլինեմ հակիրճ, բայց ասելիքս բովանդակալից։ Ասում են, երբեմն մարդու սիրտը լսում է յուր սրտի տնքոցը։ Դա ոչ միայն ցավից է, մրմուրից, այլև վիրավորանքից։ Ես վաղուց լսում եմ ոչ միայն իմ, այլ Գյումրիից տնքոցը, համբերության բաժակի լցվելու և թափվելու շիտ առ շիտ կատկտոցի ձայնը։ Քաղաքականության մեջ քայլերիս հանգրվանը եղավ Եվրադաշինքը յուր տեխնացուի նախընտրած տեխնացուով, իտեմս Լևոն Բարսեղյանի։ Ինչու եմ ուզում ընտրել Լևոն Բարսեղյանին։ Ես ծանոթ եմ
ապրելով Գյումրիում, քաղաքականության մեջ լինելով երկար տարիներ, տեսել եմ խոսքի ու գործի համընթաց աշխատելու ունակությունը։ Կազմակերպյալ նա քաղաքի բոլոր ցավերին, բոլոր խնդիրներին եւ գիտի ոչ խնդրին, ինչպիսի եւ ինչ լուծում տա, որ հարցին ինչպես մոտենա, կառավարման ձև ու մեթոդ գիտի, իր գաղափարակից ընկերներին համախմբելու ձև գիտի, նա գիտի հասարակի հետ հասարակ լինել, հարուստին գլուխ չխոնարել, բայց նաև ականջալուր լինել, նրանից պահանջել, նա կարող է պայքարող ոգի ունի, գիտի ուր է գնում, ինչպես պետք է շարժվի, երկնչող չէ եւ ինձ թվում է կարողացել է յուր շուրջ համակիրներով, մագարտակով մարդկանց համալրել։ Ուրեմն հաշկելիներս, եթե անկեղծ լինեմ, պետք է ասել նաև, երբեմն գիտակցելով այդ խոչընդոտը, բայց գնում է առանց վարանելու, առանց վախենալու։ Հաշվում եմ նաև մարդու այսպես մռայլ տեսակ չլինելը։ Նա բոլորիս Լևոնն է, գյումրեցիների Լևոնն է, ծագումով, այն որ ասում են հումոնցեն է, հարցադրվել է, չէ երբեմն, հով է, ով չէ, կներեք բարբարով հարցադրումներիս համար։ Ուրեմն, ես տարապանքս, ինչպես ասում են, փորձ ունեմ, գնացեք ընտրության, մասնակցեք հաշկելի համակարգացիներ ընտրության առանց վարանելու և ձեր ձայնի քվեն տվեք Լևոն Բարսեղյանին։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցում եմ Եվրոպական կուսակցության ներկայացուցիչ Աբրահամ Աբրահամյանին։ Շնորհակալություն։ Շուտ բանից չեմ խոսացել, այսպես կարող եմ մի քիչ ուզվեմ։ Ուրեմն հարգելիներս, նախ ամեն ինչ լակոնիկ կարճ կփորձեմ իմ կարծիքը ասել թեզերի ձևով։ Եթե հիշում եք, միջև այդ ստորագրահավաքը ամերիկյան ինչ-որ օբյեկտիվ գործակալություն հարցումներ էր արել և պարզել, որ 58% Հայաստանի բնակչության Եվրոպա գնալու տրամադրված է, այսպես ասած, կարճ ասած։ Հիմա երևի դա դարել է 70, այս օրենքը ընդունելուց հետո։ Դրա համար, երբ որ մենք շնորհավորում ենք, եկեք շնորհավորենք ոչ թե միայն մեզ, այլ նաև շնորհավորենք Հայաստանի բնակչության 70%-ին ու բուռն ծափահարություններ, ոնց որ ստացվում է։ Հաջորդը Եվրոպայի այդ անդամակցության օրենքի հետ կապված մի երկու կարճ առաջարկ ունեմ, կուզեի, որ երեք մենք չնստենք, սպասենք, որ Փաշինյանը կամ ՔՊ-ն ինչ-որ սխալներ անի կամ ոչ մի բան չանի, մենք որպես ապոզիցիա հետենք ասենք, ոչ մի բան չեք արել կամ այս սխալ եք արել։ Ես առաջարկում եմ, որ մեր այդ երեք կուսակցությունները և հասարակական ուժերը մեր իրանց միջից ընտրեն են տնտեսագետ կլինի, կազմակերպիչ կլինի, մի աշխատանքային խումբ և հանդիպենք, որ ոչ շատ են, մի 6-10 հոգի, որ ժողով չդառնա։ Ինչ-որ մի առաջարկություններ անենք և դա դարձնենք մեր բոլորինս ու բարձրաձայնենք դրա մասին, եթե իհարկե կողմ եք, ուղղակի բոլորին մտածելու տեղիք եմ տալիս։ Այդ առաջինը։ Կարծում եմ նոյելի բան ունեի ասելու, բայց կարճ ասեմ էլի։ Հիմա Լևոն Բարսեղյանին, պարոն Բարսեղյանին անդրադառնամ ընտրությունների հետ կապված։ Տեսեք, ես նոր սուրճ էի խմում, մի հատ գյումրեցու հետ էի խոսում, իրանք էլ են ասում, որ գյումրեցիները երկրորդ տեղը չպրիզնատ չեն գալի։ Իրանց համար կարևորը չեմպիոնն է։ Իրանք շտանգի չեմպիոն են աշխարհի, բարբում չեմպիոն են, պոեզիայում Շիրազի և
Իսահակյանի բանում, թատրոնում, Ֆրուզիկի, բոլոր իրանք մենակ չեմպիոնների են պրեզիդենտ գալի։ Այս ոլորտում, որը որ Լևոնն է ներկայացնում, այսինքն ժողովրդավարության ոլորտում, հակակոռուպցիոն պայքարի ոլորտում, Գյումրիի չեմպիոնը Լևոնն է։ Ուրեմն պետք է միասին խնդրում եմ գոչենք Լևոն չեմպիոն, Լևոն չեմպիոն։ Այսքանը, ես որ հրապարակում լինեի, հաստատ խնդրեի ինձ այդտեղ սա ասեի։ Կարծում եմ ճիշտ է։ Խնդրանք ունեմ պարոն Բարսեղյանի, ուրեմն ավագանու բոլոր ապագա անդամներին։ Հենց որ դառնանք, մի հատ խնդրանք ունեմ։ Գյումրին մենակ չեմպիոն չի այդ հարցերում, Գյումրին նաև չեմպիոն է ցավոք, աշխարհի ամենամեծ որբանոցով։ Խնդրում եմ մի հատ այդ որբերը 20,000, հետո երկիր են դարձրել, ինդուստրիա են բան արել Հայաստանում, Կիրովի գործարան են կառուցել, Հայ էլեկտրո գործարան են կառուցել, Գյումրիում գործարաններ են կառուցել։ Դրանց հիշատակը մի հատ տեղ չարեք, եթե չեք կարող, դուք չունեք ռազմական բազայում, կարծեմ այնտեղ է եղել որբանոցը։ Մի հատ տեղ չարեք, թանգարան սարքենք իրանց համար, իրանց հիշատակը, իրանք են դարել այս մեր ոսկի ձեռքերով արհեստավոր գյումրեցիները, իրանք են սվարժիկներ դարել, իրանք են գիտնականներ դարել, եւ այլն, այս խնդրանք ունեմ եկել, շնորհակալ։ Մեզ հետ է նաև Շաշկու եւ Ռենձուի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը, համեցեք պարոն Պողոսյան։ Ողջույն սիրելի գյուղացիներ, Գյումրին շեշտված հոգևոր մշակութային քաղաք է, բայց մենք չխառնվելով քաղաքական գործընթացներին, որպես հասարակական կազմակերպություն, ցանկանում ենք ասել, որ մենք շահադիտական նպատակով ենք այստեղ եկել։ Մեր ֆեդերացիաների նախագահության նիստերում քննարկել ենք, որ մենք պետք է աջակցենք պարոն Բարսեղյանին, որպեսզի նա իր ծրագրերում կարող է ներգրավել տամա խաղը, որպեսզի այստեղ անցկացվեր աշխարհի կամ որևէ միջազգային մրցաշար, որտեղ ես 32 տարի ֆեդերացիաների նախագահն եմ, նաև տարբեր միջազգային ֆեդերացիաների նախագահության անդամ եմ, եւ ուզում եմ շեշտադրել նաև վերջերս մենք Պարսկաստանում անցկացրեցինք հումանիտար խաղեր, այդ հումանիտար խաղերի կազմկոմիտեի մեջ են ներգրավված եւ պատրաստ եմ այնտեղ խոսել, որպեսզի հաջորդ հումանիտար խաղը նաև անցկացվի Գյումրիում, ինչպես նաև նոր նշեցի Տաման, Շաշկի, Ռենձուն, նաև մենք վերջերս հայտնաբերել ենք Գյումրիում մի ռենձուիստ, որը շատ ուժեղ է խաղում, չլինելով ոչ մի տեղ ինքնուրույն սովորել եւ հիմա պիտի խաղա մեզ մոտ։ Դրա համար կարծում եմ, որ եթե այս շեշտադրումը արվել այս խաղերի առումով, քանի որ մենք նաև ես Երևանում անց եմ կացվել 3 աշխարհի առաջություն բազմաթիվ միջազգային մրցաշարեր, նաև ինչ-որ միտեղ նաև ձեզ մոտ անցկացնենք, որտեղ այդ շեշտադրումը, քանի որ նորից նշեցի հոգևոր քաղաք է, բնակչությունը շատ մեծ աջակցություն ցուցաբերի եւ մենք պատրաստ ենք համագործակցել, որտեղ մենք գտանք բոլոր տեխնացիների մեջ միայն ձեզ հետ կարող ենք այս գործընթացը շարունակել։ Շնորհակալություն, ուզում ենք որ բոլորը կընտրեք պարոն Բարսեղյանին։